Պատկերացրեք, որ դուք կանգնած եք Ազատության հրապարակում 1988 թվականի փետրվարի 22-ին, երբ 100 հազարավոր մարդիկ վանկարկում են «Միացում, միացում»։ Ձեզ շուրջը մարդիկ են, ովքեր հավատում են, որ իրենց ձայնը կփոխի պատմությունը, որ իրենց պայքարը կվերադարձնի Արցախը հայրենիքին։ Բայց այդ նույն պահին, երբ դուք սառնամանիքում կանգնած եք հրապարակում, ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա, կուսակցության շենքի 3-րդ հարկում, մութ սենյակում, 3 մարդ նստած են հեռախոսի շուրջը։ Նրանք սպասում են զանգին Մոսկվայից։ Այդ զանգը կփոխի ամեն ինչ։ Այդ զանգը կորոշի ոչ թե հրապարակում կանգնած ժողովրդի ճակատագիրը, այլ այն մարդկանց ճակատագիրը, ովքեր նստած են այդ սենյակում։ Եվ երբ հեռախոսը զնգում է, նրանցից մեկը դողացող ձեռքով բարձրացնում է ականջակալը։ Ձայնը մյուս ծայրում պատկանում է Միխայիլ Գորբաչովի անձնական օգնականին։ Նա չի ողջունում, չի հարցնում առողջության մասին։ Նա ուղղակի ասում է. «Ունեք ձեր պատասխանը»։ Այդ 3 մարդկանցից մեկը Կարեն Դեմիրճյանն էր, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը, մարդ, ով 20 տարի իշխել էր հանրապետությունում անբաժան։ Նրա կողքին նստած էր Սուրեն Հարությունյանը, Գերագույն խորհրդի նախագահը, եւ Ֆադեյ Սարգսյանը, կուսակցության երկրորդ քարտուղարը։ Այս 3 մարդիկ գիտեին ամեն ինչ, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում Մոսկվայի հետ, յուրաքանչյուր սպառնալիք, յուրաքանչյուր վերջնագիր, յուրաքանչյուր թունել Երևանի տակ, որտեղ կարող էին թաքնվել, եթե իրավիճակը դառնար անվերահսկելի։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը ժողովրդին, թե փրկել ձեր կյանքը եւ ձեր իշխանությունը։ Վունը 22 փետրվարի երեկոյան 1988 թվականին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն էր ստիպել նրանց դավաճանել իրենց ժողովրդին։ Կամ թերևս դա ընդհանրապես դավաճանություն չէր, այլ ուղղակի հաշվարկ։ Ինչպես պահպանել իշխանությունը, երբ ամեն ինչ փլուզվում է քո ոտքերի տակ։ Գաղտնի փաստաթղթերը, որոնք մենք ուսումնասիրել ենք այս հետազոտության համար, պատմում են մի պատմություն, որը երբեք չի հրապարակվել պաշտոնական տարբերակներում։ 1988 թվականի հունվարի 29-ը, երբ Արցախի հայությունը դեռ հույս ուներ, որ Մոսկվան կլսի նրանց ձայնը, Կարեն Դեմիրճյանը ստացավ առաջին զանգը Կրեմլից։ Զանգը եկավ գիշերը, ժամը 3-ին։ Նրան ասացին, որ Գորբաչովը անձամբ ուզում է խոսել նրա հետ հաջորդ օրը։ Դեմիրճյանը գիտեր, որ այդպիսի զանգերը երբեք լավ նորություններ չեն բերում։ Նա անմիջապես կանչեց Հարությունյանին եւ Սարգսյանին։ Նրանք հավաքվեցին կուսակցության շենքում եւ մինչեւ առավոտ քննարկեցին, թե ինչ կարող է ուզել Մոսկվան։ Նրանք գիտեին, որ շարժումը դուրս է եկել վերահսկողությունից։ Նրանք գիտեին, որ Ազատության հրապարակում ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են հավաքվում։ Նրանք գիտեին, որ Ստեփանակերտում հայերը պահանջում են միանալ Հայաստանին։ Եվ նրանք գիտեին, որ Մոսկվան երբեք չի թույլատրի սա։ Հաջորդ օրը, երբ Դեմիրճյանը խոսեց Գորբաչովի հետ, նա լսեց այն, ինչ վախենում էր լսել։ Գորբաչովը ասաց. «Կարեն, դու պետք է ընտրություն կատարես։ Կամ դու կճնշես այս շարժումը, կամ մենք կգտնենք մեկ ուրիշին, ով կկարողանա դա անել»։ Սա վերջնագիր էր։ Սա սպառնալիք էր։ Սա էր այն պահը, երբ Դեմիրճյանը հասկացավ, որ նրա 20 տարվա իշխանությունը կախված է մեկ որոշումից։ Նա կարող էր կանգնել ժողովրդի կողքին եւ կորցնել ամեն ինչ, կամ կարող էր կատարել այն, ինչ Մոսկվան պահանջում էր, եւ պահպանել իր պաշտոնը։ Բայց Գորբաչովը նաեւ առաջարկեց մի բան։ Նա ասաց, որ եթե Դեմիրճյանը կարգավորի իրավիճակը, ապա Մոսկվան կապահովի, որ նա մնա իր պաշտոնում դեռ առնվազն 5 տարի։ Ավելին, նրանք խոստացան, որ Հայաստանը կստանա լրացուցիչ ֆինանսավորում տնտեսական զարգացման համար։ Ման համար։ Սա էր գործարքը։ Սա էր այն պահը, երբ Արցախի ճակատագիրը որոշվեց ոչ թե հրապարակում, այլ հեռախոսային զրույցում Մոսկվայի եւ Երևանի միջև։ Բայց ինչպես կարող էր Դեմիրճյանը ճնշել շարժումը, երբ ամբողջ ժողովուրդը արդեն փողոցում էր։ Մոսկվան ուներ պլան։ Նրանք ուղարկեցին հատուկ խորհրդականների խումբ Երևան, ովքեր պետք է ուսուցանեին հայ ղեկավարներին, թե ինչպես կառավարել զանգվածները։ Այս խորհրդականները բերեցին իրենց հետ փորձը Բալթյան երկրներից, որտեղ նմանատիպ շարժումներ արդեն սկսել էին։ Նրանք սովորեցին Դեմիրճյանին եւ նրա թիմին, թե ինչպես օգտագործել լրատվամիջոցները, ստեղծելու ժողովրդի մեջ վախ, թե ինչպես տարածել լուրեր Ադրբեջանում հայերի դեմ հնարավոր ջարդերի մասին, թե ինչպես ներկայացնել շարժումը որպես վտանգ հանրապետության կայունության համար։ Եվ ամենակարևորը, նրանք սովորեցրին, թե ինչպես օգտագործել ուժը, երբ բոլոր այլ մեթոդները ձախողվեն։ Փետրվարի 26-ին, երբ 100 հազարավոր մարդիկ դեռ հավաքված էին հրապարակում, Դեմիրճյանը հրավիրեց շարժման առաջնորդներին՝ Իգոր Մուրադյանին, Վազգեն Մանուկյանին եւ Ռաֆի Հովանիսյանին։ Հանդիպումը տեղի ունեցավ կուսակցության շենքում, նույն սենյակում, որտեղ մի քանի օր առաջ նա խոսել էր Գորբաչովի հետ։
Դեմիրճյանը փորձեց համոզել նրանց, որ շարժումը պետք է դադարեցվի, որ իրավիճակը դառնում է վտանգավոր, որ Մոսկվան կարող է ուղարկել զորք։ Բայց շարժման առաջնորդները մերժեցին։ Նրանք ասացին, որ ժողովուրդը չի կանգնի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել։ Դեմիրճյանը հասկացավ, որ խոսքերը այլևս չեն աշխատում։ Նա պետք է անցներ հաջորդ փուլին։ Մարտի 1-ին 1988 թվականին Դեմիրճյանը ստացավ նոր զանգ Մոսկվայից։ Այս անգամ զանգը եկավ ուղղակի Գորբաչովից։ Նա ասաց. «Կարեն, ժամանակը սպառվում է։ Մենք տալիս ենք քեզ 1 շաբաթ։ Եթե 1 շաբաթից հետո հրապարակը դատարկ չլինի, մենք կուղարկենք զորք, եւ դու կորցնում ես քո պաշտոնը»։ Դեմիրճյանը հասկացավ, որ սա վերջնական վերջնագիժն է։ Նա հավաքեց իր թիմը եւ ասաց. «Մենք պետք է որոշում կայացնենք։ Կամ մենք մնում ենք իշխանության մեջ եւ փորձում ենք փրկել այն, ինչ կարող ենք փրկել, կամ մենք կորցնում ենք ամեն ինչ, եւ Մոսկվան կբերի մարդկանց, ովքեր ավելի վատ կլինեն մեզանից»։ Սուրեն Հարությունյանը հարցրեց. «Իսկ ինչ մենք կարող ենք փրկել»։ Դեմիրճյանը պատասխանեց. «Մենք կարող ենք փրկել Հայաստանը, Արցախը մենք արդեն կորցրել ենք»։ Այդ խոսքերը, որոնք արձանագրված են գաղտնի ձայնագրության մեջ, բացահայտում են ողջ ճշմարտությունը։ Հայ ղեկավարները արդեն 1988 թվականի մարտին գիտեին, որ Արցախը չի միանա Հայաստանին։ Նրանք գիտեին, որ Մոսկվան երբեք չի թույլատրի սա, եւ նրանք որոշեցին զոհաբերել Արցախի հարցը, փրկելու իրենց իշխանությունը։ Բայց ինչպես նրանք կարող էին դա անել, երբ ամբողջ ժողովուրդը դեռ հավատում էր հաղթանակին։ Ինչպես նրանք կարող էին ասել ժողովրդին, որ պայքարը անիմաստ է, երբ 100 հազարավոր մարդիկ ամեն օր ելնում էին փողոց։ Նրանք չէին կարող ասել ճշմարտությունը, դրանք պետք է ստեին, եւ նրանք սկսեցին ստել։ Մարտի 7-ին Դեմիրճյանը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։ Նա ասաց, որ Մոսկվան լսել է Արցախի հայության ձայնը, որ Գորբաչովը անձամբ զբաղվում է այս հարցով, որ շուտով կլինի դրական լուծում։ Նա խնդրեց ժողովրդին դադարեցնել հանրահավաքները եւ վստահել կուսակցությանը։ Բայց նա չասաց, որ Գորբաչովը արդեն որոշել էր, որ Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Նա չասաց, որ Մոսկվան սպառնացել է զորք ուղարկել։ Նա չասաց, որ իր իշխանությունը կախված է նրանից, թե արդյոք նա կկարողանա ճնշել շարժումը։ Նա ստեց, եւ ժողովուրդը հավատաց նրան։ Բայց շարժման առաջնորդները չհավատացին։ Նրանք շարունակեցին կազմակերպել հանրահավաքներ։ Եվ ահա այստեղ է, որ պատմությունը դառնում է ավելի մութ։ Մարտի 11-ին գիշերը, երբ հրապարակը դատարկ էր, KGB-ի հատուկ ջոկատը ձերբակալեց 3 շարժման առաջնորդների։ Նրանց տարան անհայտ վայր եւ պահեցին 3 օր։ Այդ 3 օրվա ընթացքում նրանց համոզեցին, որ շարժումը պետք է դադարեցվի։ Ինչպես նրանց համոզեցին։ Մենք չգիտենք ճշգրիտ մանրամասները, բայց երբ նրանք վերադարձան, նրանք այլևս չէին խոսում Արցախի միացման մասին։ Նրանք խոսում էին փուլային մոտեցման մասին, դիվանագիտական ճանապարհների մասին, համբերատարության մասին։ Ինչ տեսան նրանք այդ 3 օրվա ընթացքում։ Ինչ ասացին նրանց։ Ինչ սպառնալիքներ արեցին, կամ թերևս ինչ խոստումներ տվեցին։ Մենք գիտենք միայն մեկ բան. մարտի 15-ից հետո շարժումը սկսեց թուլանալ։ Ավելի քիչ մարդիկ էին գալիս հրապարակ։ Լրատվամիջոցները սկսեցին հրապարակել նյութեր Ադրբեջանում հայերի դեմ հնարավոր բռնությունների մասին։ Վախը սկսեց տարածվել։ Եվ Դեմիրճյանը օգտագործեց այդ վախը։ Նա ասաց, որ եթե շարժումը չդադարի, ապա Ադրբեջանում կարող են սկսվել ջարդեր։ Նա ասաց, որ Մոսկվան չի կարող հրաշխավորել հայերի անվտանգությունը Բաքվում եւ Սումգայիթում, եթե Երևանում շարունակվեն հանրահավաքները։ Սա էր սև շանտաժը։ Սա էր այն պահը, երբ հայ ղեկավարությունը օգտագործեց սեփական ժողովրդի վախը, պահպանելու իր իշխանությունը։ Ինչու ոչ ոք չխոսեց այդ մասին 35 տարի։ Ինչու այս փաստաթղթերը թաքցվեցին այդքան երկար։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր որոշեցին, որ ժողովուրդը չպետք է իմանա ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ գործարքը իսկապես տեղի ունեցավ, թե սա միայն մեկ այլ դավադրության տեսություն է։ 35 տարի անց 1988 թվականի այդ տառը օրերից մենք առաջին անգամ ունենք հնարավորություն լսելու այն մարդկանց, ովքեր այնտեղ էին, ովքեր տեսան ամեն ինչ, ովքեր գիտեն ճշմարտությունը։ Մեր թիմը գտավ եւ հարցազրույց վարեց 3 նախկին բարձրաստիճան կուսակցական աշխատողների հետ, ովքեր 1988 թվականին աշխատում էին Կարեն Դեմիրճյանի անմիջական թիմում։ Նրանք պահպանել են լռությունը 35 տարի, բայց հիմա, երբ բոլոր հիմնական դերակատարները արդեն մահացել են, նրանք պատրաստ են խոսել։ Այն, ինչ նրանք մեզ պատմեցին, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք 1988 թվականի շարժման մասին։ Առաջին վկան, ում մենք կանվանենք Արամ Ա, նա խնդրեց չհրապարակել իր իսկական անունը անվտանգության նկատառումներից ելնելով։
Աշխատում էր Դեմիրճյանի քարտուղարության մեջ։ Նա էր այն մարդը, ով կազմակերպում էր բոլոր գաղտնի հանդիպումները Մոսկվայի ներկայացուցիչների հետ։ Նա էր այն մարդը, ով գիտեր բոլոր հեռախոսազանգերի ժամանակացույցը, բոլոր ծածկագրերը, բոլոր գաղտնի պայմանավորվածությունները։ Եվ նա էր այն մարդը, ով ձայնագրել էր մի քանի այդ զրույցները առանց Դեմիրճյանի իմացության։ Ես գիտեի, որ մի օր այս ձայնագրությունները կարող են անհրաժեշտ լինել, ասում է նա, ձեռքերը դեռ դողալով 35 տարի անց։ Ես գիտեի, որ պատմությունը պետք է իմանա ճշմարտությունը, բայց ես նաև վախենում էի։ Ես վախենում էի, որ եթե ես խոսեմ, ես կկորցնեմ ոչ միայն իմ աշխատանքը, այլև իմ կյանքը։ Արամ Ա. մեզ ցույց տվեց իր անձնական արխիվը, նոթատետրեր, որտեղ նա գրանցել էր յուրաքանչյուր հանդիպման ամսաթիվը, յուրաքանչյուր զանգի ժամը, յուրաքանչյուր մասնակցի անունը։ Այս նոթատետրերը պատմում են մի պատմություն, որը երբեք չի հրապարակվել։ 1988 թվականի հունվարի 19-ը, երբ Արցախի հայությունը դեռ միայն սկսում էր իր պայքարը, Դեմիրճյանը ստացավ առաջին նախազգուշական զանգը Մոսկվայից։ Զանգը եկավ Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Վալերի Բոլդինից։ Բոլդինը ասաց. «Կարեն, մենք լսում ենք, որ Ստեփանակերտում սկսվում է ինչ-որ շարժում։ Դու պետք է դա կանխես, քանի դեռ ուշ չէ»։ Դեմիրճյանը պատասխանեց. «Վալերի, սա միայն մի քանի ազգայնականների խումբ է։ Մենք վերահսկում ենք իրավիճակը»։ Բայց Բոլդինը չհավատաց։ Նա ասաց. «Կարեն, մենք գիտենք, որ դու չես վերահսկում իրավիճակը։ Մենք գիտենք, որ շարժումը ավելի մեծ է, քան դու կարծում ես։ Եվ մենք ուզում ենք, որ դու հարասկանաս, եթե դու չես կարողանում վերահսկել իրավիճակը, մենք կգտնենք մեկ ուրիշին, ով կկարողանա»։ Սա էր առաջին սպառնալիքը։ Սա էր այն պահը, երբ Դեմիրճյանը հասկացավ, որ Մոսկվան լուրջ է։ Նա անմիջապես հրավիրեց իր ամենամոտ խորհրդականներին եւ ասաց. «Մենք ունենք խնդիր։ Մոսկվան սպառնում է մեզ փոխարինել, եթե մենք չկարողանանք կանգնեցնել շարժումը»։ Բայց ինչպես նրանք կարող էին կանգնեցնել շարժումը, երբ այն դեռ միայն սկսվում էր։ Ինչպես նրանք կարող էին ճնշել ժողովրդի ձայնը, երբ այդ ձայնը դեռ միայն սկսում էր հնչել։ Նրանք որոշեցին սպասել։ Նրանք որոշեցին տեսնել, թե որքանով մեծ կդառնա շարժումը, եւ միայն դրանից հետո որոշել, թե ինչ անել։ Բայց փետրվարի 20-ին, երբ 1 միլիոն մարդ հավաքվեց Երևանի փողոցներում, Դեմիրճյանը հասկացավ, որ սպասելու ժամանակը անցել է։ Նա ստացավ նոր զանգ Մոսկվայից։ Այս անգամ զանգը եկավ ուղղակի Գորբաչովի անձնական օգնական Անատոլի Չեռնիայևից։ Չեռնիայևը ասաց. «Կարեն, Միխայիլ Սերգեևիչը շատ անհանգստացած է։ Նա տեսավ հեռուստատեսությամբ, թե ինչ է կատարվում Երևանում։ Նա ուզում է, որ դու անմիջապես ձեռնարկես միջոցներ։ Եթե մինչև շաբաթվա վերջ իրավիճակը չփոխվի, նա կկանչի քեզ Մոսկվա եւ կպահանջի բացատրություններ»։ Դեմիրճյանը հասկացավ, որ բացատրություններ պահանջել նշանակում էր նրան հեռացնել պաշտոնից։ Նա հարցրեց. «Անատոլի, ինչ միջոցներ։ Ինչ ես ուզում, որ ես անեմ։ Այնտեղ 1 միլիոն մարդ է»։ Չեռնիայևը պատասխանեց. «Կարեն, մենք չենք ուզում իմանալ, թե ինչպես դու դա կանես։ Մենք ուզում ենք միայն տեսնել արդյունքը»։ Այս զրույցը, որը ձայնագրված է Արամ Ավի կողմից, բացահայտում է ողջ ճշմարտությունը։ Մոսկվան չէր հետաքրքրվում, թե ինչպես Դեմիրճյանը կկանգնեցնի շարժումը։ Նրանք ուզում էին միայն, որ շարժումը կանգնի։ Եվ նրանք պատրաստ էին օգտագործել ցանկացած միջոց, ներառյալ ուժը։ Դեմիրճյանը հասկացավ, որ եթե նա չի կարողանում կանգնեցնել շարժումը խոսքերով, նա պետք է օգտագործի ուժը։ Բայց նա նաև հասկացավ, որ եթե նա օգտագործի ուժը, նա կկորցնի ժողովրդի վստահությունը։ Նա էր թակարդի եւ սալի միջև, եւ նա պետք է ընտրություն կատարեր։ Փետրվարի 22-ին Դեմիրճյանը հրավիրեց հատուկ նիստ կուսակցության բյուրոյի հետ։ Նիստին ներկա էին 15 բարձրաստիճան կուսակցական աշխատողներ։ Դեմիրճյանը ներկայացրեց իրավիճակը եւ ասաց. «Ընկերներ, մենք ունենք երկու ընտրություն։ Կամ մենք շարունակում ենք աջակցել շարժմանը եւ ռիսկի ենք դնում, որ Մոսկվան կուղարկի զորք եւ կհեռացնի մեզ բոլորիս, կամ մենք փորձում ենք կանգնեցնել շարժումը եւ պահպանել մեր պաշտոնները»։ Սենյակում լռություն էր։ Ոչ ոք չուզում էր առաջինը խոսել։ Վերջապես Սուրեն Հարությունյանը ասաց. «Կարեն, բայց ինչպես մենք կարող ենք կանգնեցնել շարժումը։ Այնտեղ 1 միլիոն մարդ է։ Նրանք չեն լսի մեզ»։ Դեմիրճյանը պատասխանեց. «Սուրեն, մենք պետք է գտնենք ճանապարհ։ Մենք պետք է օգտագործենք լրատվամիջոցները, մենք պետք է տարածենք վախ, մենք պետք է ցույց տանք, որ շարժումը վտանգավոր է հանրապետության համար»։ Բայց մեկ մարդ այդ նիստում չհամաձայնվեց։ Նրա անունը Վազգեն Մովսիսյանն էր, եւ նա էր կուսակցության գաղափարախոսության բնբաժնի վարիչը։ Նա ասաց. «Կարեն, եթե մենք դա անենք, մենք կդառնանք դավաճաններ մեր սեփական ժողովրդի համար,
Մենք կդառնանք այն մարդիկ, ովքեր վաճառեցին Արցախը Մոսկվային։ Դեմիրճյանը նայեց նրան եւ ասաց. Վազգեն, մենք չենք վաճառում Արցախը։ Մենք ընդամենը փորձում ենք փրկել Հայաստանը։ Մովսիսյանը պատասխանեց. Բայց ինչ է Հայաստանը առանց Արցախի։ Ինչ է Հայաստանը, եթե մենք դավաճանում ենք մեր սեփական ժողովրդին։ Դեմիրճյանը լռեց։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նա գիտեր, որ Մովսիսյանը ճիշտ է, բայց նա նաև գիտեր, որ նրանք ընտրություն չունեն։ Նիստը տևեց 6 ժամ։ Վերջում 12 հոգի կվյարկեցին Դեմիրճյանի օգտին, 3 հոգի դեմ։ Վազգեն Մովսիսյանը հեռացավ նիստից եւ երբեք այլևս չվերադարձավ կուսակցության բյուրո։ Նա հրաժարական տվեց հաջորդ օրը եւ մեկնեց Մոսկվա։ Նա երբեք չխոսեց այն մասին, թե ինչ տեսավ այդ նիստում, բայց նրա որդին, ում մենք հարցազրույց վարեցինք այս հետազոտության համար, ասաց. Իմ հայրը երբեք չներեց իրեն, որ չկարողացավ կանգնեցնել այն, ինչ տեղի ունեցավ։ Նա մինչև իր մահը 1995 թվականին խոսում էր այդ նիստի մասին եւ ասում էր. Ես պետք է ավելի ուժեղ լինեի, ես պետք է պայքարեի ավելի սաստիկ։ Ինչ տեղի ունեցավ այդ նիստից հետո։ Ինչպես Դեմիրճյանը փորձեց կանգնեցնել շարժումը, եւ ամենակարևորը, արդյոք իսկապես եղավ գործարք Մոսկվայի հետ, թե սա միայն մեկ այլ դավադրության տեսություն է։ Փետրվարի 23-ին, մեկ օր այդ ճակատագրական նիստից հետո, Կարեն Դեմիրճյանը ստացավ այցելություն, որը երբեք չի արձանագրվել պաշտոնական փաստաթղթերում։ Գիշերը ժամը 11-ին, երբ Երևանի փողոցները դատարկ էին, մի սև Վոլգան մտավ կուսակցության շենքի մերքին բակ։ Մեքենայից իջավ 2 մարդ, երկուսն էլ մութ բաճկոններով, երկուսն էլ առանց որևէ նույնականացման նշանների։ Նրանք անմիջապես բարձրացան 3-րդ հարկ, Դեմիրճյանի անձնական գրասենյակ։ Պահակները չխանգարեցին նրանց։ Նրանք գիտեին, որ այս այցելությունը սպասվում էր։ Արամ Ա, ով այդ գիշեր հերթապահում էր քարտուղարության մեջ, տեսավ այս 2 մարդկանց։ Նա ճանաչեց նրանցից մեկին, Վլադիմիր Կրյուչկովը, KGB-ի նախագահը, մարդ, ով վերահսկում էր ամբողջ խորհրդային միության հետախուզական ցանցը։ Մյուս մարդը անծանոթ էր, բայց Արամ Ա հետագայում իմացավ, որ նա Օլեգ Կալուգինն էր, KGB-ի առաջին գլխավոր վարչության փոխնախագահը, պատասխանատու արտաքին հետախուզության համար։ Երկու ամենահզոր մարդիկ խորհրդային հետախուզությունից էին եկել Երևան հանդիպելու Դեմիրճյանի հետ։ Սա չէր սովորական այցելություն։ Սա էր ուղերձ Մոսկվայից։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, եւ հիմա KGB-ն է վերցնում իրավիճակի վերահսկումը։ Հանդիպումը տևեց 3 ժամ։ Արամ Ա չէր կարող լսել, թե ինչ էին խոսում ներսում, բայց երբ Կրյուչկովը եւ Կալուգինը դուրս եկան, նրանց դեմքերը լուրջ էին։ Նրանք չասացին ոչինչ, միայն նստեցին մեքենան եւ հեռացան։ Արամ Ա սպասեց մի քանի րոպե, ապա մտավ Դեմիրճյանի գրասենյակ։ Նա տեսավ Դեմիրճյանին նստած իր գրասեղանի մոտ, գլուխը ձեռքերի մեջ։ Կարեն, ամեն ինչ լավ է, հարցրեց Արամ Ա։ Դեմիրճյանը բարձրացրեց գլուխը։ Նրա դեմքը սպիտակ էր, կարծես արյունը հեռացել էր նրա երակներից։ Արամ, ասաց նա, մենք պարտվեցինք։ Մենք կորցրինք պատերազմը նախքան այն սկսելը։ Ինչ ասացին Կլյուչկովը եւ Կալուգինը Դեմիրճյանին այդ գիշեր։ Արամ Ա հետագայում իմացավ մանրամասները Դեմիրճյանի անձնական օրագրից, որը նա պահպանել էր 35 տարի։ Այդ օրագրում Դեմիրճյանը գրել էր. Նրանք ինձ ասացին, որ Մոսկվան արդեն որոշել է Արցախի ճակատագիրը։ Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Ոչ մի բանակցություն, ոչ մի փոխցություն, ոչ մի փոխզիջում։ Սա վերջնական որոշումն է։ Նրանք ինձ ասացին, որ եթե ես փորձեմ դիմակայել այս որոշմանը, ես կկորցնեմ ոչ միայն իմ պաշտոնը, այլև իմ ազատությունը։ Նրանք ինձ ասացին, որ նրանք ունեն ապացույցներ իմ դեմ, կոռուպցիայի, իշխանության չարաշահման, նույնիսկ դավադրության մասին։ Նրանք ինձ ասացին, որ եթե ես համագործակցեմ, այդ ապացույցները կմնան գաղտնի։ Բայց եթե ես դիմակայեմ, նրանք կհրապարակեն դրանք, եւ ես կանցնեմ իմ կյանքի մնացած մասը բանտում։ Սա էր սև շանտաժը։ Սա էր այն պահը, երբ Դեմիրճյանը հասկացավ, որ նա ընտրություն չունի։ Նա կարող էր կանգնել ժողովրդի կողքին եւ գնալ բանտ, կամ կարող էր համագործակցել Մոսկվայի հետ եւ պահպանել իր պաշտոնը։ Բայց Կրյուչկովը եւ Կալուգինը նաեւ առաջարկեցին մի բան։ Նրանք ասացին, որ եթե Դեմիրճյանը կարգավորի իրավիճակը, Մոսկվան կապահովի, որ նա մնա իր պաշտոնում դեռ առնվազն 5 տարի։ Ավելին, նրանք խոստացան, որ Հայաստանը կստանա լրացուցիչ ֆինանսավորում տնտեսական զարգացման համար 2 միլիարդ ռուբլի, հսկայական գումար այդ ժամանակվա համար։ Նրանք նաև խոստացան, որ Հայաստանը կստանա առաջնահերթություն արդյունաբերական նախագծերում, նոր գործարաններ, նոր տեխնոլոգիաներ։ Սա էր գործարքը։
Սա էր այն պահը, երբ Արցախի ճակատագիրը որոշվեց ոչ թե հրապարակում, այլ գաղտնի հանդիպման ժամանակ ԳԳԲ-ի ղեկավարների հետ։ Բայց ինչու Մոսկվան այդքան վախենում էր Արցախի շարժումից։ Ինչու Գորբաչովը, ով խոսում էր գլասնոստի եւ պերեստրոյկայի մասին, այդքան վճռական էր ճնշելու հայ ժողովրդի ձայնը։ Պատասխանը պարզ է. Արցախը միայն սկիզբն էր։ Եթե Մոսկվան թույլ տար Արցախին միանալ Հայաստանին, ապա Բալթյան երկրները կպահանջեին անկախություն, Վրաստանը կպահանջեր անկախություն, Ուկրաինան կպահանջեր անկախություն։ Ամբողջ խորհրդային միությունը կսկսեր փլուզվել։ Գորբաչովը հասկանում էր սա։ Նա գիտեր, որ եթե նա զիջիչի Արցախի հարցում, նա կկորցնի ամբողջ կայսրությունը, եւ նա պատրաստ չէր դա անել։ Բայց Գորբաչովը նաև հասկանում էր, որ նա չի կարող պարզապես ուղարկել զորք եւ ճնշել շարժումը ուժով։ Սա կստեղծեր միջազգային սկին սկանդալ։ Սա կվնասեր նրա իմիջը որպես ռեֆորմատորի։ Սա կտար արևմուտքին հնարավորություն քննադատել նրան։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ։ Եվ նա գտավ այդ ճանապարհը՝ օգտագործել հայ ղեկավարությանը որպես գործիք։ Եթե հայ ղեկավարությունը ինքը ճնշեր շարժումը, ապա Մոսկվան կարող էր մնալ ստվերում։ Եթե հայ ղեկավարությունը ինքը ասեր ժողովրդին, որ Արցախի միացումը անհնար է, ապա Մոսկվան կարող էր խուսափել պատասխանատվությունից։ Սա էր պլանը։ Եվ Դեմիրճյանը համաձայնվեց կատարել այդ պլանը։ Փետրվարի 25-ին Դեմիրճյանը հրավիրեց հատուկ ասուլիս։ Նա հայտարարեց, որ Մոսկվան լսել է Արցախի հայության ձայնը, որ Գորբաչովը անձամբ զբաղվում է այս հարցով, որ շուտով կլինի դրական լուծում։ Նա խնդրեց ժողովրդին դադարեցնել հանրահավաքները եւ վստահել կուսակցությանը։ Բայց նա չասաց, որ Գորբաչովը արդեն որոշել էր, որ Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Նա չասաց, որ KGB-ն սպառնացել է նրան բանտով։ Նա չասաց, որ նրա իշխանությունը կախված է նրանից, թե արդյոք նա կկարողանա ճնշել շարժումը։ Նա ստեց։ Եվ ժողովուրդը հավատաց նրան։ Առնվազն մի մասը հավատաց, բայց շարժման առաջնորդները չհավատացին։ Նրանք շարունակեցին կազմակերպել հանրահավաքներ, նրանք շարունակեցին պահանջել Արցախի միացումը Հայաստանին։ Եվ ահա այստեղ է, որ պատմությունը դառնում է ավելի մութ։ Մարտի 2-ին գիշերը, երբ հրապարակը դատարկ էր, KGB-ի հատուկ ջոկատը ձերբակալեց 5 շարժման առաջնորդների։ Նրանց տարան Երևանից դուրս, անհայտ վայր, եւ պահեցին 5 օր։ Այդ 5 օրվա ընթացքում նրանց համոզեցին, որ շարժումը պետք է դադարեցվի։ Ինչպես նրանց համոզեցին։ Մենք ունենք վկայություններ 3 այդ մարդկանցից, ովքեր դեռ կենդանի են եւ համաձայնվեցին խոսել մեզ հետ։ Առաջին վկան, ում մենք կանվանենք Գագիկ B, ասում է. նրանք մեզ տարան մի հին բանդ, որտեղ ոչ մի պատուհան չկար, ոչ մի լույս։ Նրանք մեզ պահեցին առանձին խցերում։ Մենք չգիտեինք, թե որտեղ ենք, չգիտեինք, թե ինչու են մեզ բերել այնտեղ։ Առաջին 2 օրը ոչ ոք չխոսեց մեզ հետ։ Նրանք միայն բերում էին ուտելիք եւ ջուր։ Բայց 3-րդ օրը եկավ մի մարդ։ Նա ներկայացավ որպես KGB-ի հետաքննիչ։ Նա ասաց, որ մենք մեղադրվում ենք պետական դավադրության մեջ, որ մենք փորձում ենք տապալել խորհրդային իշխանությունը, որ մենք աշխատում ենք արտասահմանյան հետախուզությունների համար։ Սա բոլորը սուտ էր, բայց նա ասաց, որ նրանք ունեն ապացույցներ։ Նա ասաց, որ եթե մենք չհամագործակցենք, մենք կանցնենք մնացած կյանքը բանտում։ Երկրորդ վկան, ում մենք կանվանենք Արմեն G, ասում է. նրանք ցույց տվեցին մեզ փաստաթղթեր, որտեղ գրված էր, որ մենք ստացել ենք գումար արտասահմանից, որ մենք հանդիպել ենք արտասահմանյան դիվանագետների հետ, որ մենք պլանավորել ենք զինված ապստամբություն։ Սա բոլորը սուտ էր, բայց փաստաթղթերը նմանվում էին իրական։ Դրանք ունեին մեր ստորագրությունները, մեր լուսանկարները, մեր ձայնագրությունները։ Ես չգիտեի, թե ինչպես են նրանք դա արել, բայց դա նմանվում էր իրական։ Եվ ես վախեցա։ Ես վախեցա, որ եթե ես չհամագործակցեմ, ես իսկապես կգնամ բանտ։ Երրորդ վկան, ում մենք կանվանենք Վահագն D, ասում է. 4-րդ օրը նրանք բերեցին մեկ ուրիշին։ Նա ներկայացավ որպես Մոսկվայից եկած հատուկ ներկայացուցիչ։ Նա ասաց, որ նա ունի հատուկ լիազորություններ Գորբաչովից։ Նա ասաց, որ եթե մենք համաձայնվենք դադարեցնել շարժումը, բոլոր մեղադրանքները կվերացվեն։ Ավելին, նա ասաց, որ մենք կստանանք աշխատանք կուսակցական համակարգում, մենք կստանանք բնակարաններ, մենք կստանանք արտոնություններ։ Նա ասաց, որ մենք կարող ենք ընտրել կամ անցնել մնացած կյանքը բանտում, կամ ապրել հարմարավետ կյանք եւ ծառայել մեր ժողովրդին այլ ձևերով։ Սա էր գործարքը։ Եվ մենք ընդունեցինք այն։ Արդյոք այս մարդիկ դավաճաններ էին։ Արդյոք նրանք վաճառեցին շարժումը անձնական շահերի համար։ Կամ թերևս նրանք պարզապես մարդիկ էին, ովքեր կանգնած էին անհնարին ընտրության առջև եւ ընտրեցին այն, ինչ թվում էր ավելի քիչ վատ տարբերակը։ Ով կարող է դատել նրանց, երբ մենք չենք եղել նրանց տեղում, երբ մենք չենք տեսել այն, ինչ նրանք տեսան, երբ մենք չենք զգացել այն վախը, որը նրանք զգացին։
Պատկերացրեք մի փաստաթուղթ, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Թուղթը դեռնած է ժամանակից, անկյունները ծալված են անհամար անգամ բացելուց ու փակելուց, իսկ վերևում կարմիր տիկով գրված է առանձնակի կարևորություն, միայն անձնական ծանոթացման համար։ Այս փաստաթուղթը պահվում էր Կարեն Դեմիրճյանի անձնական սեյֆում, եւ նրա գոյությունը գիտեին միայն 3 մարդ ողջ Հայաստանում։ Երբ 1989 թվականի դեկտեմբերին կուսակցական արխիվը փակվեց, այս փաստաթուղթը անհետացավ, բայց մեկը պահպանել էր դրա պատճենը։ Մեկը, ով 35 տարի սպասեց ճիշտ պահին, բացահայտելու այն, ինչ գրված էր այդ թղթի վրա։ Այսօր առաջին անգամ դուք կտեսնեք այդ փաստաթուղթը։ Դուք կիմանաք, թե ինչ գործարք կնքվեց 1988 թվականի մարտին Մոսկվայի եւ Երևանի միջև։ Դուք կիմանաք, թե ինչու Արցախի ճակատագիրը որոշվեց ոչ թե հրապարակում, այլ գաղտնի բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դուք կհասկանաք, թե ինչու այս փաստաթուղթը թաքցվեց այդքան երկար։ Ով էր վախենում այս ճշմարտությունից։ Ինչ էր այնքան վտանգավոր այս թղթում, որ նրա գոյությունը պետք է ժխտվեր 35 տարի։ Մարտի 7-ին 1988 թվականին, երբ Երևանի փողոցները դեռ լի էին մարդկանցով, ովքեր հավատում էին հաղթանակին, Կարեն Դեմիրճյանը նստեց իր գրասեղանի մոտ եւ սկսեց գրել նամակ Միխայիլ Գորբաչովին։ Այդ նամակը երբեք չի հրապարակվել պաշտոնական արխիվներում, բայց մենք գտանք դրա պատճենը Արամ Ա-ի անձնական արխիվում։ Նամակում Դեմիրճյանը գրում էր. «Հարգելի Միխայիլ Սերգեևիչ, ես հասկանում եմ այն դժվարությունները, որոնց առջև կանգնած է կենտրոնը Արցախի հարցում։ Ես հասկանում եմ, որ այս հարցի լուծումը պահանջում է ժամանակ եւ զգուշություն, բայց ես նաեւ հասկանում եմ, որ ժամանակը սպառվում է։ Ժողովուրդը դուրս է եկել փողոց, եւ ես չգիտեմ, թե որքան ժամանակ եւս կարող եմ պահել իրավիճակը վերահսկողության տակ։ Ես պետք է իմանամ, թե ինչ կարող եմ խոստանալ ժողովրդին։ Ես պետք է իմանամ, թե ինչ է կենտրոնի վերջնական դիրքորոշումը»։ Այս նամակը ուղարկվեց Մոսկվա հատուկ կապուղիով, եւ պատասխանը եկավ 3 օր անց։ Բայց պատասխանը եկավ ոչ թե գրավոր, այլ բանավոր, հեռախոսազանգի միջոցով։ Մարտի 10-ին ժամը 14-ին Դեմիրճյանի անձնական հեռախոսը զնգաց։ Զանգը եկավ Անատոլի Չեռնյաևից, Գորբաչովի ամենամոտ խորհրդականից։ Չեռնյաևը ասաց. «Կարեն, Միխայիլ Սերգեևիչը կարդաց քո նամակը։ Նա հասկանում է քո դժվարությունները, բայց նա ուզում է, որ դու հասկանաս մի բան շատ պարզ. Արցախը չի կարող միանալ Հայաստանին, երբեք։ Սա վերջնական որոշումն է եւ այն չի փոխվի։ Բայց Միխայիլ Սերգեևիչը պատրաստ է քննարկել այլ տարբերակներ։ Նա պատրաստ է տալ Արցախին ավելի լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Նա պատրաստ է ապահովել հայերի անվտանգությունը Ստեփանակերտում։ Նա պատրաստ է ներդրումներ անել Արցախի տնտեսության մեջ, բայց միացումը ոչ»։ Դեմիրճյանը լսում էր լռությամբ։ Գիտեր, որ այս պատասխանը գալու է, բայց լսելը դեռ ցավում էր։ Նա հարցրեց. «Անատոլի, բայց ինչպես ես կարող է ասել սա ժողովրդին։ Նրանք երբեք չեն ընդունի սա»։ Չեռնյաևը պատասխանեց. «Կարեն, դու պետք է գտնես ճանապարհ։ Դու պետք է բացատրես նրանց, որ միացումը անհնար է, բայց որ կան այլ ճանապարհներ, պաշտպանելու հայերի շահերը Արցախում։ Դու պետք է համոզես նրանց, որ ռեալիզմը ավելի լավ է, քան անհնար երազանքները»։ Դեմիրճյանը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Եվ եթե ես չկարողանամ համոզել նրանց»։ Չեռնյաևը պատասխանեց. «Ապա մենք կգտնենք մեկ ուրիշին, ով կկարողանա»։ Այս զրույցը, որը ձայնագրված էր Արամ Ազարվի կողմից, բացահայտում է ողջ ճշմարտությունը։ Մոսկվան արդեն որոշել էր Արցախի ճակատագիրը, եւ ոչ մի բանակցություն, ոչ մի հանրահավաք, ոչ մի պայքար չէր կարող փոխել այդ որոշումը։ Բայց Մոսկվան նաեւ հասկանում էր, որ նա չի կարող պարզապես հայտարարել այս որոշումը։ Նա պետք է գտներ ճանապարհ, ներկայացնելու այն որպես փոխզիջում, որպես ռեալիստական լուծում, որպես հայերի շահերի պաշտպանություն, եւ նա պետք է օգտագործեր հայ ղեկավարությանը վաճառելու այս պատկերը ժողովրդին։ Սա էր պլանը։ Եվ Դեմիրճյանը համաձայնվեց կատարել այդ պլանը։ Բայց ինչու Դեմիրճյանը համաձայնվեց։ Ինչու նա ընտրեց համագործակցել Մոսկվայի հետ, երբ նա կարող էր կանգնել ժողովրդի կողքին։ Պատասխանը գտնվում է մեկ այլ փաստաթղթում, որը մենք գտանք Արամ Ա-ի արխիվում։ Սա էր անձնական նամակ Դեմիրճյանից իր ընտանիքին, գրված մարտի 12-ին, 2 օր այդ ճակատագրական հեռախոսազանգից հետո։ Նամակում Դեմիրճյանը գրում էր. «Սիրելի Սվետլանա եւ երեխաներ, ես գիտեմ, որ դուք չեք հասկանում, թե ինչու ես անում եմ այն, ինչ անում եմ։ Ես գիտեմ, որ դուք կարծում եք, թե ես դավաճանում եմ մեր ժողովրդին, բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի բան. ես ընտրություն չունեմ։ Եթե ես չհամագործակցեմ Մոսկվայի հետ, նրանք կուղարկեն զորք, նրանք կճնշեն շարժումը ուժով, կլինեն զոհեր, կլինի արյուն, եւ վերջում արդյունքը կլինի նույնը. Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Բայց եթե ես համագործակցեմ, գուցե ես կարողանամ փրկել մի քանի կյանքեր։
Գուցե ես կարողանամ ապահովել, որ շարժումը ավարտվի առանց արյունահեղության։ Սա է իմ ընտրությունը։ Փրկել այն, ինչ կարող եմ փրկել, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ, ինչ ես աշխատել եմ կառուցել։ Այս նամակը բացահայտում է Դեմիրճյանի ներքին պայքարը։ Նա չէր պարզապես դավաճան, ով վաճառեց իր ժողովուրդը անձնական շահերի համար։ Նա էր մարդ, ով կանգնած էր անհնարին ընտրության առջև եւ փորձեց ընտրել այն, ինչ թվում էր ավելի քիչ վատ տարբերակը։ Բայց արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք համագործակցությունը Մոսկվայի հետ իսկապես փրկեց կյանքեր, թե այն միայն հետաձգեց անխուսափելին եւ դարձրեց իրավիճակը ավելի վատ։ Մարտի 15-ին Դեմիրճյանը հրավիրեց հատուկ նիստ կուսակցության բյուրոյի հետ։ Այս անգամ նիստին ներկա էին ոչ միայն հայ ղեկավարները, այլև երկու հատուկ ներկայացուցիչներ Մոսկվայից։ Նրանցից մեկը Գեորգի Շախնազարովն էր, ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնի փոխվարիչը, մարդ, ով մասնագիտացած էր ազգային հարցերում։ Մյուսը Վիկտոր Չեբրիկովն էր, ԿԳԲ-ի նախկին նախագահը, հիմա Գորբաչովի անձնական խորհրդականը անվտանգության հարցերում։ Երկու ամենահզոր մարդիկ Մոսկվայից էին եկել Երևան, ապահովելու, որ հայ ղեկավարությունը կատարի իր մասը գործարքում։ Նիստը սկսվեց ժամը 19 առավոտյան եւ տևեց մինչեւ ժամը 6 երեկոյան։ 8 ժամ անընդմեջ բանակցությունների, վեճերի, սպառնալիքների եւ խոստումների։ Արամ Ադել, ով ներկա էր նիստին որպես քարտուղար, պահպանել է մանրամասն նշումներ այն ամենի մասին, ինչ ասվեց այդ սենյակում։ Այդ նշումները պատմում են մի պատմություն, որը երբեք չի հրապարակվել։ Շախնազարովը սկսեց նիստը ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը։ Նա ասաց. «Ընկերներ, մենք հասկանում ենք ձեր դժվարությունները։ Մենք հասկանում ենք, որ Արցախի հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար։ Բայց մենք նաև պետք է հասկանանք ռեալությունը։ Խորհրդային միությունը կառուցված է ազգային հանրապետությունների սկզբունքի վրա։ Յուրաքանչյուր հանրապետություն ություն ունի իր սահմանները, իր տարածքը։ Մենք չենք կարող փոխել այդ սահմանները, որովհետև դա կստեղծի նախադեպ։ Եթե մենք թույլ տանք Արցախին միանալ Հայաստանին, ապա Աբխազիան կպահանջի միանալ Ռուսաստանին։ Հարավային Օսեթիան կպահանջի միանալ Հյուսիսային Օսեթիային։ Բալթյան երկրները կպահանջեն անկախություն։ Ամբողջ համակարգը կփլուզվի»։ Սուրեն Հարությունյանը ընդհատեց նրան եւ ասաց. «Բայց Գեորգի, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս։ Սա պատմական հայկական հող է։ Ստալինը հարկադրաբար միացրեց այն Ադրբեջանին 1920 թվականին։ Մենք միայն ուզում ենք ուղղել պատմական անարդարությունը»։ Շախնազարովը պատասխանեց. «Սուրեն, եթե մենք սկսենք ուղղել բոլոր պատմական անարդարությունները, մենք երբեք չենք ավարտի։ Յուրաքանչյուր ազգ ունի իր պատմական պահանջներ։ Յուրաքանչյուր ազգ կարծում է, որ նրան անարդարություն է արվել։ Բայց մենք պետք է ապրենք ներկայում, ոչ թե անցյալում։ Եվ ներկայում Արցախը Ադրբեջանի ինքնավար մարզն է, եւ այն կմնա այդպես»։ Այդ պահին Ֆադեյ Սարգսյանը, ով մինչ այդ լռում էր, բարձրացավ եւ ասաց. «Գեորգի, բայց ինչպես մենք կարող ենք ասել սա ժողովրդին։ Նրանք երբեք չեն ընդունի սա։ Նրանք կասեն, որ մենք դավաճանեցինք նրանց»։ Շախնազարովը նայեց նրան եւ ասաց. «Ֆադեյ, դու պետք է գտնես ճանապարհ։ Դու պետք է բացատրես նրանց, որ կան այլ տարբերակներ։ Մենք պատրաստ ենք տատալ Արցախին ավելի լայն ինքնավարություն։ Մենք պատրաստ ենք նշանակել հայ ղեկավարներ Ստեփանակերտում։ Մենք պատրաստ ենք ներդրումներ անել Արցախի տնտեսության մեջ։ Մենք պատրաստ ենք ապահովել հայերի անվտանգությունը։ Սա լավ գործարք է։ Դու պետք է ներկայացնես այն որպես հաղթանակ, ոչ թե որպես պարտություն»։ Բայց այդ պահին Վիկտոր Չեբրիկովը, ով նույնպես մինչ այդ լռում էր, խոսեց։ Եվ այն, ինչ նա ասաց, փոխեց ամբողջ նիստի տոնը։ Նա ասաց. «Ընկերներ, եկեք լինենք անկեղծ։ Մենք այստեղ չենք խոսում միայն Արցախի մասին։ Մենք խոսում ենք ձեր ապագայի մասին։ Դուք բոլորդ գիտեք, որ Մոսկվան կարող է ձեզ փոխարինել մեկ օրում։ Դուք բոլորդ գիտեք, որ մենք ունենք ապացույցներ ձեր դեմ, կոռուպցիայի, իշխանության չարաշահման, նույնիսկ դավադրության մասին։ Բայց մենք չենք ուզում օգտագործել այդ ապացույցները։ Մենք ուզում ենք, որ դուք մնաք ձեր պաշտոններում։ Մենք ուզում ենք, որ դուք շարունակեք ծառայել ձեր ժողովրդին։ Բայց դուք պետք է հասկանաք, սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք համագործակցեք մեզ հետ։ Եթե դուք կատարեք ձեր մասը գործարքում։ Սա էր սև շանտաժը։ Սա էր այն պահը, երբ հայ ղեկավարները հասկացան, որ նրանք ընտրություն չունեն։ Նրանք կարող էին համագործակցել եւ պահպանել իրենց պաշտոնները, կամ կարող էին դիմակայել եւ կորցնել ամեն ինչ։ Սենյակում լռություն էր։ Ոչ ոք չուզում էր առաջինը խոսել։ Վերջապես Դեմիրճյանը ասաց. «Վիկտոր, մենք հասկանում ենք։ Մենք կանենք այն, ինչ պետք է անել, բայց մենք պետք է ունենանք երաշխիքներ։
Մենք պետք է իմանանք, որ Մոսկվան կպահպանի իր խոստումները։ Չեբրիկովը ժպտաց եւ ասաց. Կարեն, դու կունենաս քո երաշխիքները։ Մենք կստորագրենք պաշտոնական համաձայնագիր, բայց դու պետք է հասկանաս, այս համաձայնագիրը կմնա գաղտնի։ Ոչ ոք չպետք է իմանա դրա մասին։ Սա կլինի մեր փոքրիկ գաղտնիքը։ Եվ այդպես մարտի 15-ին 1988 թվականին ժամը 6-ին երեկոյան Կարեն Դեմիրճյանը, Սուրեն Հարությունյանը եւ Ֆադեյ Սարգսյանը ստորագրեցին գաղտնի համաձայնագիր Մոսկվայի հետ։ Համաձայնագրում նրանք պարտավորվեցին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանգնեցնելու Արցախի շարժումը եւ վերականգնելու հանրապետությունում կարգը։ Փոխարենը Մոսկվան պարտավորվեց ապահովել հայ ղեկավարների պաշտոններում մնալը առնվազն 5 տարի ժամկետով եւ տրամադրել Հայաստանին լրացուցիչ 2 միլիարդ ռուբլի տնտեսական զարգացման համար։ Սա էր գործարքը։ Սա էր այն պահը, երբ Արցախի ճակատագիրը վաճառվեց 2 միլիարդ ռուբլու դիմաց։ Արդյոք դուք կընդունեիք նման գործարք, եթե կանգնած լինեիք Դեմիրճյանի տեղում։ Երբ գաղտնի համաձայնագիրը ստորագրվեց, Կարեն Դեմիրճյանը մտածեց, որ ամենադժվարը անցել է։ Նա մտածեց, որ հիմա նա միայն պետք է գտներ ճանապարհ, ներկայացնելու այս գործարքը ժողովրդին որպես փոխզիջում, որպես ռեալիստական լուծում։ Բայց նա սխալվում էր։ Ամենադժվարը դեռ առջևում էր, որովհետև Մոսկվան ուներ մեկ այլ պահանջ, որը չէր գրված համաձայնագրում, բայց որը բանավոր հայտնվեց Դեմիրճյանին նիստից հետո։ Վիկտոր Չեբրիկովը մնաց Դեմիրճյանի հետ առանձին եւ ասաց. Կարեն, կա մեկ այլ բան, որի մասին մենք պետք է խոսենք։ Շարժման առաջնորդները։ Նրանք շատ վտանգավոր են։ Նրանք չեն դադարի, նույնիսկ եթե դու ասես նրանց դադարել։ Մենք պետք է վերացնենք նրանց։ Դեմիրճյանը զարմացավ։ Նա հարցրեց. Վիկտոր, ինչ նշանակում է վերացնել։ Դուք ուզում եք ձերբակալել նրանց։ Չեբրիկովը ժպտաց եւ ասաց. Կարեն, մենք չենք ուզում ձերբակալել նրանց։ Սա կստեղծի նոր խնդիրներ։ Սա կդարձնի նրանց մարտիրոսներ։ Մենք ուզում ենք ավելի խելացի լուծում։ Մենք ուզում ենք, որ նրանք ինքնաբերաբար հեռանան։ Մենք ուզում ենք, որ նրանք վախենան շարունակել իրենց գործունեությունը, եւ դու պետք է օգնես մեզ դա անել։ Դեմիրճյանը հասկացավ, թե ինչ է նշանակում սա։ Մոսկվան ուզում էր, որ նա մասնակցի սպառնալիքների, շանտաժի, գուցե նույնիսկ ֆիզիկական բռնության գործողություններին շարժման առաջնորդների դեմ։ Նա ասաց. Վիկտոր, ես չեմ կարող դա անել։ Սրանք իմ ժողովրդի մարդիկ են։ Ես չեմ կարող վնասել նրանց։ Չեբրիկովը դադարեց ժպտալ։ Նրա դեմքը դարձավ սառը եւ կոշտ։ Նա ասաց. Կարեն, դու չես հասկանում։ Սա ոչ թե խնդրանք է, սա պահանջ է։ Եթե դու չես համագործակցում, մենք կգտնենք մեկ ուրիշին, ով կկարողանա։ Եվ դու գիտես, թե ինչ կլինի քեզ հետ, եթե մենք քեզ փոխարինենք։ Դեմիրճյանը լռեց։ Նա գիտեր, որ նա ընտրություն չունի։ Նա ասաց. Լավ, Վիկտոր, ես կանեմ այն, ինչ դուք ուզում եք։ Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, ես դա անում եմ միայն այն պատճառով, որ ես չունեմ այլ ընտրություն։ Չեբրիկովը ժպտաց կրկին եւ ասաց. Կարեն, մենք բոլորս անում ենք այն, ինչ պետք է անենք։ Սա կյանքն է։ Հաջորդ օրը մարտի 16-ին Դեմիրճյանը հրավիրեց հատուկ հանդիպում շարժման 5 առաջատար ակտիվիստների հետ։ Նրանք էին Իգոր Մուրադյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆի Հովանիսյանը, Ազատ Արշակյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հանդիպումը տեղի ունեցավ կուսակցության շենքում, բայց այս անգամ ոչ թե Դեմիրճյանի գրասենյակում, այլ հատուկ սենյակում, որը սովորաբար օգտագործվում էր KGB-ի հարցաքննությունների համար։ Սենյակը փոքր էր, առանց պատուհանների, միայն մեկ սեղան եւ 6 աթոռ։ Երբ ակտիվիստները մտան, նրանք անմիջապես զգացին, որ ինչ-որ բան սխալ է։ Դեմիրճյանը սկսեց խոսել։ Նա ասաց. Ընկերներ, ես ձեզ հրավիրել եմ այստեղ, որովհետև մենք պետք է խոսենք շատ լուրջ հարցի մասին։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ նվիրված եք Արցախի գործին։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ ուզում եք, որ Արցախը միանա Հայաստանին։ Բայց ես պետք է ասեմ ձեզ ճշմարտությունը։ Սա երբեք չի տեղի ունենա։ Մոսկվան արդեն որոշել է, որ Արցախը կմնա Ադրբեջանի կազմում, եւ ոչ մի բանակցություն, ոչ մի հանրահավաք, ոչ մի պայքար չի փոխի այդ որոշումը։ Սենյակում լռություն էր։ Ակտիվիստները նայում էին միմյանց, չհավատալով իրենց ականջներին։ Վերջապես Իգոր Մուրադյանը ասաց. Կարեն, դու ինչ ես ասում։ Դու ասում ես, որ մենք պետք է հանձնվենք։ Դեմիրճյանը պատասխանեց. Իգոր, ես ասում եմ, որ մենք պետք է լինենք ռեալիստներ։ Մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող պայքարել Մոսկվայի դեմ եւ հաղթել։ Մենք պետք է գտնենք այլ ճանապարհներ, պաշտպանելու հայերի շահերը Արցախում։ Բայց Վազգեն Մանուկյանը ընդհատեց նրան եւ ասաց. Կարեն,
Մենք չենք կարող դադարել հիմա։ Մենք արդեն այնքան հեռու ենք եկել։ Ժողովուրդը հավատում է մեզ։ Մենք չենք կարող դավաճանել նրանց։ Դեմիրճյանը նայեց նրան եւ ասաց. Վազգեն, ես հասկանում եմ քո զգացմունքները, բայց դու պետք է հասկանաս ռեալությունը։ Եթե դուք շարունակեք, Մոսկվան կուղարկի զորք։ Կլինեն զոհեր, կլինի արյուն, եւ վերջում արդյունքը կլինի նույնը։ Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ Արդյոք դուք ուզում եք, որ մարդիկ մեռնեն անիմաստ պայքարի համար։ Այդ պահին Ռաֆի Հովանովանիսյանը, ով մինչ այդ լռում էր, բարձրացավ եւ ասաց. Կարեն, ես չեմ հավատում քեզ։ Ես կարծում եմ, որ դու ստում ես մեզ։ Ես կարծում եմ, որ դու արդեն գործարք ես կնքել Մոսկվայի հետ։ Ես կարծում եմ, որ դու վաճառել ես Արցախը քո պաշտոնի դիմաց։ Սենյակում լռություն էր։ Բոլորը նայում էին Դեմիրճյանին, սպասելով նրա պատասխանին։ Դեմիրճյանը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. Ռաֆի, դու կարող ես մտածել այն, ինչ ուզում ես, բայց ես ասում եմ քեզ ճշմարտությունը։ Եթե դուք շարունակեք ձեր գործունեությունը, դուք կվտանգեք ոչ միայն ձեր սեփական կյանքը, այլև ամբողջ հանրապետության կայունությունը։ Բայց ակտիվիստները չհամաձայնվեցին։ Նրանք ասացին, որ նրանք կշարունակեն իրենց պայքարը, անկախ նրանից, թե ինչ է ասում Դեմիրճյանը։ Եվ նրանք հեռացան հանդիպումից, վճռական շարունակել շարժումը։ Դեմիրճյանը նայեց նրանց հեռանալուն եւ հասկացավ, որ նա ձախողվել է։ Նա չէր կարողացել համոզել նրանց։ Եվ հիմա նա պետք է անցներ հաջորդ փուլին, այն փուլին, որը Վիկտոր Չեբրիկովը պահանջել էր նրանից։ Նա պետք է սկսեր սպառնալիքների եւ շանտաժի քարոզարշավ շարժման առաջնորդների դեմ։ Մարտի 17-ին, մեկ օր այդ ձախողված հանդիպումից հետո, Իգոր Մուրադյանը ստացավ անհայտ հեռախոսազանգ։ Ձայնը մյուս ծայրում ասաց. Իգոր, մենք գիտենք, թե որտեղ ես ապրում։ Մենք գիտենք, թե որտեղ է աշխատում քո կինը։ Մենք գիտենք, թե որտեղ են սովորում քո երեխաները։ Եթե դու շարունակես քո գործունեությունը, մենք չենք կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։ Մուրադյանը փորձեց պարզել, թե ով է զանգահարում, բայց ձայնը անջատեց։ Նույն օրը Վազգեն Մանուկյանը գտավ իր մեքենայի անիվները կտրված։ Ռաֆի Հովանիսյանը ստացավ նամակ, որտեղ գրված էր «Դադարիր, քանի դեռ ուշ չէ»։ Ազատ Արշակյանի բնակարանը ճեղքվեց, բայց ոչինչ չգողացվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը հետևում էր անծանոթ մարդկանցից։ Սա էր սպառնալիքների քարոզարշավը։ Սա էր այն, ինչ Մոսկվան պահանջել էր Դեմիրճյանից, եւ Դեմիրճյանը համաձայնվել էր դա անել։ Բայց արդյոք նա անձամբ էր կազմակերպել այս սպառնալիքները։ Արամ Ազարքասում է. ոչ, Կարենը անձամբ չէր կազմակերպել սա։ Սա արվում էր KGB-ի կողմից, բայց Կարենը գիտեր դրա մասին, եւ նա ոչինչ չարեց կանգնեցնելու դա։ Սա էր նրա մեղքը։ Ոչ թե նա անձամբ սպառնաց մարդկանց, այլ նա թույլ տվեց, որ այլոք դա անեն։ Արդյոք սա դարձնում է նրան պակաս մեղավոր։ Արդյոք լռությունը նույնքան վատ է, որքան գործողությունը։ Մարտի 21-ին 4 օր սպառնալիքների քարոզարշավի սկսվելուց հետո շարժման 5 առաջնորդները հրավիրեցին հատուկ ասուլիս։ Նրանք հայտարարեցին, որ նրանք ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործունեությունը։ Նրանք ասացին, որ նրանք դա անում են անվտանգության նկատառումներից ելնելով, որ նրանք ստացել են սպառնալիքներ իրենց եւ իրենց ընտանիքների դեմ։ Նրանք ասացին, որ նրանք չեն հրաժարվում իրենց պայքարից, բայց որ նրանք պետք է փոխեն իրենց մարտավարությունը։ Բայց բոլորը հասկացան ճշմարտությունը, նրանք հանձնվել էին։ Նրանք վախեցել էին եւ դադարեցրել էին իրենց պայքարը, եւ Մոսկվան հաղթել էր։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետեւ մեկ մարդ չվախեցավ։ Մեկ մարդ շարունակեց պայքարել, նույնիսկ երբ բոլոր մյուսները դադարեցին։ Այդ մարդը Պարույր Հայրիկյանն էր, հին դիսիդենտ, ով արդեն անցկացրել էր 17 տարի խորհրդային բանտերում իր համոզմունքների համար։ Հայրիկյանը հայտարարեց, որ նա չի դադարի, անկախ նրանից, թե ինչ սպառնալիքներ է ստանում։ Նա ասաց. «Ես արդեն կորցրել եմ 17 տարի իմ կյանքից։ Ես չունեմ ավելի կորցնելու բան։ Եվ ես չեմ թույլատրի, որ Մոսկվան ճնշի մեր ժողովրդի ձայնը»։ Եվ նա շարունակեց կազմակերպել հանրահավաքներ, շարունակեց խոսել հրապարակներում, շարունակեց պահանջել Արցախի միացումը Հայաստանին։ Ինչ տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի հետ։ Ինչպես Մոսկվան արձագանքեց նրա դիմադրությանը։ Երևակայեք մի փոքրիկ խումբ, 12 մարդ, ովքեր գիտեին բացարձակապես ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր էվակուացիայի պլան, յուրաքանչյուր թունել Երևանի տակ, յուրաքանչյուր գաղտնի հաշիվ արտասահմանյան բանկերում։ Այս 12 մարդիկ էին կազմում այն, ինչ KGB-ում անվանում էին ներքին շրջանակ։ Մարդիկ, ովքեր ապրում էին Դեմիրճյանի ստվերում, ովքեր տեսնում էին նրան ոչ թե որպես անպարտելի առաջնորդ, այլ որպես հիվանդացող, վախեցող, մարդկային արարած։ 1988 թվականի ապրիլի 2-ին, երբ շարժումը դեռ շարունակվում էր փողոցներում, թեև արդեն թուլացած,
Այս 12 մարդիկ հավաքվեցին գաղտնի հանդիպման։ Վայրը ոչ թե կուսակցության շենքը, այլ Դեմիրճյանի անձնական դաչան Ծաղկաձորում, հեռու քաղաքային աղմուկից, հեռու անցորդների հայացքներից։ Այդ հանդիպման ժամանակ նրանք պետք է որոշեին շարունակել հավատարիմ մնալ իրենց ղեկավարին, թե փրկել իրենց սեփական կյանքերը։ Ինչն էր ստիպել այս մարդկանց, ովքեր տասնամյակներ ծառայել էին համակարգին, հանկարծ սկսել կասկածել իրենց ղեկավարի մեջ։ Ինչ գաղտնիք բացահայտվեց այդ գիշեր, որը փոխեց ամեն ինչ։ Այդ 12 մարդկանցից մեկը Արշակ II էր։ Դեմիրճյանի անձնական բժիշկը, մարդ, ով տեսել էր իր պացիենտի առողջական վիճակի իրական պատկերը։ Մեկ այլը Գրիգոր Ֆ, պատասխանատու անվտանգության համար, ով գիտեր յուրաքանչյուր գաղտնի անցում, յուրաքանչյուր էվակուացիայի երթուղի։ Երրորդը Նարինե Գ, Դեմիրճյանի անձնական քարտուղարուհին, ով մուտք ուներ բոլոր փաստաթղթերին, բոլոր հեռախոսազանգերին։ Այս 3 մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պահպանել էին լռությունը, այժմ պատրաստ էին խոսել։ Բայց ոչ հրապարակայնորեն, ոչ լրագրողների հետ, այլ միմյանց հետ, որոշելու թե ինչ անել այն ճշմարտության հետ, որը նրանք գիտեին։ Հանդիպումը սկսվեց ժամը 9 երեկոյան։ Դաչայի մեծ սրահում, որտեղ սովորաբար Դեմիրճյանը ընդունում էր իր ամենամոտ մարդկանց, այժմ տիրում էր լարված լռություն։ Արշակ II էր առաջինը, ով խոսեց։ Նա ասաց. «Ընկերներ, ես ձեզ հրավիրել եմ այստեղ, որովհետև մենք պետք է խոսենք մի բանի մասին, որի մասին ես լռել եմ 4 տարի։ Կարեն Սերգեևիչը հիվանդ է, լուրջ հիվանդ։ Նրա սիրտը թույլ է, նրա ճնշումը անկայուն է, նրա նյարդերը քայքայված են։ Ես նրան տալիս եմ 8 տեսակի դեղամիջոց, միայն որպեսզի նա կարողանա անցնել օրը առանց փլուզվելու։ Բայց ամենավատը ոչ այդ է։ Ամենավատը նա է, որ նա վախենում է։ Նա վախենում է մահից, վախենում է կորցնել իշխանությունը, վախենում է, որ Մոսկվան կհեռացնի նրան։ Եվ այս վախը դարձել է նրա յուրաքանչյուր որոշման հիմքը»։ Սենյակում լռություն էր։ Բոլորը գիտեին, որ Դեմիրճյանը հիվանդ է, բայց ոչ ոք չէր լսել այսքան անկեղծ ախտորոշում նրա անձնական բժշկից։ Գրիգոր Ֆեդրում հարցրեց. «Արշակ, քանի ժամանակ նա դեռ կարող է շարունակել»։ Արշակ II պատասխանեց. «Եթե նա շարունակի այսպես ապրել, անընդհատ սթրեսի տակ, անընդհատ վախի մեջ, ես տալիս եմ նրան առավելագույնը 2 տարի։ Նրա սիրտը չի դիմանա ավելին»։ Նարինե Գ ասաց. «Բայց նա երբեք չի հրաժարվի իշխանությունից։ Նա նախընտրում է մեռնել իր գրասեղանի մոտ, քան հեռանալ կամավոր»։ Արշակ Ե ասաց. «Ճիշտ է։ Եվ սա է այն, ինչ ինձ վախեցնում է, որովհետև երբ նա մեռնի, մենք բոլորս կմնանք առանց պաշտպանության։ Մոսկվան կբերի նոր մարդ, եւ այդ նոր մարդը չի ունենա որևէ պարտավորություն մեր նկատմամբ»։ Այդ պահին Գրիգոր Ֆնդիե բարձրացավ եւ ասաց. «Ես ունեմ ինչ-որ բան, որը դուք պետք է տեսնեք»։ Նա հանեց իր պայուսակից մի թղթապանակ եւ բացեց այն սեղանի վրա։ Ներսում կային լուսանկարներ, թունելների, բունկերների, գաղտնիների, գաղտնի պահեստների։ Նա ասաց. «Սրանք են այն վայրերը, որտեղ Կարեն Սերգեևիչը պահում է իր ամենաթանկարժեք գույքը։ Ոսկի, արտարժույթ, փաստաթղթեր։ Ես եմ պատասխանատու այս վայրերի անվտանգության համար։ Եվ ես ձեզ ասում եմ, եթե Կարեն Սերգեևիչը մեռնի, Մոսկվան կգա եւ կվերցնի այս ամենը։ Նրանք գիտեն այս վայրերի մասին։ Նրանք ունեն քարտեզներ, ունեն ծածկագրեր։ Եվ մենք կմնանք ոչնչով»։ Նարինե Գ ասաց. «Բայց ինչու դուք ինձ ասում եք սա հիմա։ Ինչ եք ուզում, որ մենք անենք»։ Գրիգոր Փետ նայեց նրան եւ ասաց. «Ես ուզում եմ, որ մենք պատրաստ լինենք։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք պլան, ինչ անել, երբ Կարեն Սերգեևիչը այլևս չլինի։ Ես ուզում եմ, որ մենք ապահովենք մեր սեփական ապագան, նախքան ուշ է լինում»։ Արշակ Ե ասաց. «Բայց սա նշանակում է դավաճանություն։ Սա նշանակում է, որ մենք պլանավորում ենք նրա մահից հետո, մինչդեռ նա դեռ կենդանի է»։ Գրիգոր Փետ պատասխանեց. «Արշակ, սա ոչ թե դավաճանություն է, սա գոյատևում։ Մենք պետք է ընտրենք կամ մնալ հավատարիմ մարդուն, ով մեռնում է, կամ փրկել մեզ եւ մեր ընտանիքները»։ Հանդիպումը տևեց մինչև առավոտ։ 6 ժամ անընդմեջ բանակցությունների, վեճերի, վախերի բաժանման։ Վերջում նրանք որոշեցին ստեղծել այն, ինչ անվանեցին ապահովագրական պլան։ Եթե Դեմիրճյանը մեռներ կամ հեռացվեր իշխանությունից, նրանք կվերցնեին որոշակի փաստաթղթեր, որոշակի գումարներ, որոշակի ապացույցներ եւ կթաքցնեին դրանք անվտանգ վայրում։ Այս նյութերը կլինեին նրանց ապահովագրությունը, եթե Մոսկվան փորձեր հետապնդել նրանց։ Սա էր նրանց գաղտնիքը։ Սա էր նրանց դավաճանությունը։ Բայց արդյոք դուք կարող եք մեղադրել նրանց, երբ նրանք տեսնում էին, թե ինչպես է նրանց ղեկավարը քայքայվում իրենց աչքի առջև։
Ապրիլի 15-ին, երկու շաբաթ այդ գաղտնի հանդիպումից հետո, Կարեն Դեմիրճյանը ունեցավ առաջին լուրջ սրտի նոպան։ Դա տեղի ունեցավ նրա գրասենյակում, ժամը 3-ին ցերեկվա, երբ նա հանդիպում էր Մոսկվայից եկած պատվիրակության հետ։ Նա հանկարծ զգաց սուր ցավ կրծքավանդակում, նրա դեմքը սպիտակեց, նա չկարողացավ շնչել։ Արշակ Են, ով միշտ մոտակայքում էր, անմիջապես վազեց նրա մոտ և տետվեց արագ գործող դեղամիջոց։ 5 րոպե անց Դեմիրճյանը կարողացավ շնչել կրկին, բայց նրա դեմքը դեռ մնում էր մոխրագույն։ Մոսկովյան պատվիրակությունը հեռացավ անհանգստացած, և Արշակ Են մնաց առանձին Դեմիրճյանի հետ։ Արշակ Ենն ասաց. «Կարեն Սերգեյևիչ, դուք պետք է հանգստանաք, ձեր սիրտը չի դիմանա այս սթրեսը»։ Դեմիրճյանը նայեց նրան և ասաց. «Արշակ, ես չեմ կարող հանգստանալ։ Ես ունեմ չափազանց շատ պարտականություններ, չափազանց շատ խնդիրներ»։ Արշակ Են ասաց. «Բայց եթե դուք չհանգստանաք, դուք կմեռնեք, և ապա ով կլուծի այդ խնդիրները»։ Դեմիրճյանը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Արշակ, ես վախենում եմ մեռնելուց։ Ես վախենում եմ, որ եթե ես մեռնեմ, ամեն ինչ, ինչ ես կառուցել եմ, կփլուզվի։ Ես վախենում եմ, որ Մոսկվան կբերի մեկ ուրիշին, ով կլինի ավելի վատ, քան ես»։ Արշակ Են ասաց. «Բայց Կարեն Սերգեյևիչ, դուք չեք կարող ապրել հավերժ։ Դուք պետք է մտածեք ձեր ժառանգության մասին, ոչ թե միայն ձեր իշխանության մասին»։ Դեմիրճյանը նայեց նրան երկար, ապա ասաց. «Արշակ, ես ունեմ մի խնդրանք քեզ համար։ Երբ ես մեռնեմ, և ես գիտեմ, որ դա կլինի շուտով, ես ուզում եմ, որ դու ոչնչացնես որոշակի փաստաթղթեր։ Դու գիտես, թե որոնք։ Այն փաստաթղթերը, որոնք կարող են վնասել իմ ընտանիքին, իմ ժառանգությանը։ Դու կարող ես դա անել ինձ համար»։ Արշակ Են զարմացավ, նա հարցրեց. «Կարեն Սերգեյևիչ, ինչ փաստաթղթեր»։ Դեմիրճյանը ասաց. «Այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են գործարքը Մոսկվայի հետ։ Այն փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե ինչ ես համաձայնվեցի անել Արցախի հարցում։ Եթե այդ փաստաթղթերը հրապարակվեն, ես կմնամ պատմության մեջ որպես դավաճան, և ես չեմ ուզում դա»։ Արշակ Են լռեց։ Նա հասկացավ, որ Դեմիրճյանը խնդրում է նրանից ոչնչացնել ապացույցները, որոնք կարող էին բացահայտել ճշմարտությունը։ Նա հասկացավ, որ եթե նա համաձայնվի, նա կդառնա մասնակից պատմության կեղծմանը։ Բայց նա նաև հասկացավ, որ եթե նա մերժի, նա կկորցնի Դեմիրճյանի վստահությունը և գուցե նույնիսկ իր աշխատանքը։ Նա ասաց. «Կարեն Սերգեյևիչ, ես պետք է մտածեմ դրա մասին»։ Դեմիրճյանը ասաց. «Արշակ, ես չունեմ ժամանակ սպասելու։ Ես պետք է իմանամ հիմա, կարո՞ղ եմ ես վստահել քեզ»։ Արշակ Են նայեց նրան և տեսավ վախը նրա աչքերում։ Նա տեսավ մարդու, ով վախենում էր ոչ թե մահից, այլ նրանից, թե ինչպես կհիշեն նրան մահից հետո։ Եվ նա ասաց. «Այո, Կարեն Սերգեյևիչ, դուք կարող եք վստահել ինձ»։ Բայց Արշակ Են ստեց։ Նա չոչնչացրեց այդ փաստաթղթերը։ Նա պահպանեց դրանք իր անձնական սեյֆում, և 35 տարի անց նա տվեց դրանք մեզ, որպեսզի ճշմարտությունը վերջապես բացահայտվի։ Ինչու նա դա արեց։ Ինչու նա դավաճանեց իր պացիենտի վերջին ցանկությանը։ Նա ասում է. «Ես դա արեցի, որովհետև ես հավատում էի, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան մեկ մարդու հեղինակությունը։ Ես հավատում էի, որ հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 1988 թվականին։ Եվ ես հավատում էի, որ եթե ես ոչնչացնեի այդ փաստաթղթերը, ես կդառնայի մասնակից ամենամեծ ստին հայ պատմության մեջ։ Արդյոք նա հերոս է, թե դավաճան։ Ով կարող է դատել նրան։ Պատկերացրեք մի սենյակ, խավար, խոնավ, առանց պատուհանների, որտեղ միակ լույսը գալիս է մի փոքրիկ լամպից։ Պատերը ծածկված են փոշոտ դարակներով, լի հին թղթապանակներով, հով, որոնց վրա գրված է «Առանձնակի կարևորություն, հավերժ պահպանման ենթակա»։ Սա է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական արխիվի ամենագաղտնի բաժինը։ Այն վայրը, որտեղ պահվում էին փաստաթղթերը, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ 1988 թվականից մինչև 1989 թվականը այս սենյակ մուտք ուներ միայն 3 մարդ՝ Կարեն Դեմիրճյանը, ՑԳԲ-ի Երևանի ռեզիդենտուրայի ղեկավարը և արխիվի պետ Մարիամ Հան։ Բայց 1989 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ կուսակցական համակարգը փլուզվում էր, Մարիամ Հան ստացավ հրաման Մոսկվայից ոչնչացնել այս սենյակի ողջ բովանդակությունը։ Նա պետք է այրեր յուրաքանչյուր թուղթ, ջարդեր յուրաքանչյուր ձագանչյուր ձայնագրություն, ոչնչացներ յուրաքանչյուր ապացույց այն գործարքների մասին, որոնք կնքվել էին այդ տարիների ընթացքում։ Բայց Մարիամ Հան չկատարեց այդ հրամանը։ Նա պահպանեց մի մասը, ամենակարևոր փաստաթղթերը, և թաքցրեց դրանք այնտեղ,
որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Ինչու նա դա արեց։ Ինչ տեսավ նա այդ փաստաթղթերում, որը համոզեց նրան, որ դրանք պետք է պահպանվեն։ Եվ ամենակարևորը, ինչ է գրված այդ փաստաթղթերում, որը մենք հիմա առաջին անգամ կարող ենք բացահայտել։ Մարիամ Հան աշխատել է կուսակցական արխիվում 28 տարի։ Նա տեսել է ամեն ինչ. Ստալինի ժամանակվա զտումների փաստաթղթերը, Խրուշչովի ժամանակվա ապաստալինացման նյութերը, Բրեժնևի ժամանակվա կոռուպցիայի ապացույցները։ Բայց ոչինչ նրան այնքան չէր ցնցել, որքան այն, ինչ նա տեսավ 1988 թվականի փաստաթղթերում։ Նա ասում է. «Երբ ես կարտացի այդ փաստաթղթերը, ես չէի կարող հավատալ իմ աչքերին։ Ես տեսա, թե ինչպես էր մեր ղեկավարությունը բանակցում Մոսկվայի հետ, թե ինչ խոստումներ էին նումներ էին տալիս, թե ինչ էին ստանում փոխարենը։ Ես տեսա, թե ինչպես էին նրանք վաճառում մեզ ժողովրդի երազանքները իրենց անձնական շահերի համար։ Եվ ես հասկացա, որ եթե ես ոչնչացնեմ այդ փաստաթղթերը, ճշմարտությունը երբեք չի բացահայտվի»։ Դեկտեմբերի 23-ին, մեկ օր այն հրամանը ստանալուց հետո, Մարիամ Հան սկսեց իր աշխատանքը։ Նա բերեց մեծ մետաղյա տակառ և սկսեց լցնել այնտեղ փաստաթղթերը։ Բայց նախքան այրելը, նա ընտրեց ամենակարևոր 15 փաստաթուղթը և պատճենեց դրանք։ Այդ 15 փաստաթղթերը պատմում էին ամբողջ պատմությունը, սկսած հունվարի 19-ը Մոսկվայից եկած առաջին նախազգուշական զանգից, մինչև մարտի 15-ին ստորագրված գաղտնի համաձայնագիրը։ Նրանք պարունակում էին հեռախոսազրույցների ձայնագրությունները, հանդիպումների արձանագրությունները, ֆինանսական փոխանցումների ապացույցները։ Նրանք էին ապացույցը, որ գործարքը իսկապես տեղի ունեցավ։ Բայց որտեղ Մարիամ Հան թաքցրեց այդ պատճենները։ Նա ասում է. «Ես գիտեի, որ եթե ես պահեմ դրանք իմ տանը, KGB-ն կգտնի դրանք։ Ես գիտեի, որ եթե ես տամ դրանք ինչ-որ մեկին, այդ մարդը կվտանգվի։ Ուստի ես որոշեցի թաքցնել դրանք այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Հենց արխիվում, բայց այլ բաժնում, այլ դարակում, այլ թղթապանակում։ Ես դրանք դրեցի մի հին թղթապանակի մեջ, որի վրա գրված էր «Գյուղատնտեսական վիճակագրություն 1955 թվական»։ Ով կուզեր կարդալ 1955 թվականի գյուղատնտեսական վիճակագրությունը։ Ես գիտեի, որ այդ թղթապանակը կմնա անդրդված տասնամյակներ շարունակ։ Եվ նա ճիշտ էր։ Այդ թղթապանակը մնաց անդրդված 35 տարի։ Մինչև 1989 թվականը, երբ արխիվը բացվեց հասարակության համար, և պատմաբանները սկսեցին ուսումնասիրել հին փաստաթղթերը, բայց նույնիսկ այդ ժամանակ ոչ ոք չնայեց այդ թղթապանակին։ Մինչև 1989 թվականը, երբ Մարիամ Հեն, արդեն 85 տարեկան, որոշեց, որ ժամանակն է բացահայտել ճշմարտությունը։ Նա կապվեց մեզ հետ և ասաց. «Ես ունեմ ինչ-որ բան, որը դուք պետք է տեսնեք։ Ինչ-որ բան, որը կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք 1988 թվականի մասին»։ Երբ մենք հանդիպեցինք Մարիամ Հային, նա բերեց մեզ հետ մի հին դեռնած թղթապանակ։ Նա բացեց այն և ցույց տվեց մեզ 15 փաստաթուղթ, որոնք պահպանել էր 35 տարի։ Առաջին փաստաթուղթը հունվարի 19-ը Վալերի Բոլդինից Կարեն Դեմիրճյանին ուղղված հեռագիրն էր։ Այնտեղ գրված էր. «Կարեն, մենք ստացել ենք տեղեկություններ, որ Ստեփանագերտում սկսվում է ազգայնական շարժում։ Դու պետք է անմիջապես ձեռնարկես միջոցներ կանխելու այս շարժումը։ Կենտրոնը չի թույլատրի որևէ փոփոխություն Ադրբեջանի սահմաններում։ Սա վերջնական դիրքորոշումն է»։ Երկրորդ փաստաթուղթը փետրվարի 21-ին Անատոլի Չեռնյաևից Դեմիրճյանին ուղղված հեռախոսազրույցի ձայնագրությունն էր։ Այնտեղ Չեռնյաևը ասում էր. «Կարեն, Միխայիլ Սերգեևիչը շատ անհանգստացած է։ Նա տեսավ հեռուստատեսությամբ, թե ինչ է կատարվում Երևանում։ Նա ուզում է, որ դու անմիջապես ձեռնարկես միջոցներ։ Եթե մինչև շաբաթվա վերջ իրավիճակը չփոխվի, նա կկանչի քեզ Մոսկվա և կպահանջի բացատրություններ»։ Երրորդ փաստաթուղթը մարտի 15-ին ստորագրված գաղտնի համաձայնագիրն էր։ Սա էր այն փաստաթուղթը, որի մասին Դեմիրճյանը խնդրել էր Արշակ II-ին ոչնչացնել։ Սա էր ապացույցը, որ գործարքը իսկապես տեղի ունեցավ։ Համաձայնագրում գրված էր. «Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանգնեցնելու Լեռնային Ղարաբաղի շարժումը և վերականգնելու հանրապետությունում կարգը։ Փոխարենը ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեն պարտավորվում է ապահովել Դեմիրճյանի պաշտոնում մնալը առնվազն 5 տարի ժամկետով և տրամադրել հայկական ՍՍՀ-ին լրացուցիչ 2 միլիարդ ռուբլի տնտեսական զարգացման համար»։ Փաստաթուղթը ստորագրված էր Դեմիրճյանի, Հարությունյանի, Սարգսյանի, Շախնազարովի և Չեբրիկովի կողմից։ Չորրորդ փաստաթուղթը ապրիլի 2-ին Արշակ II-ից Դեմիրճյանին ուղղված բժշկական եզրակացությունն էր։ Այնտեղ գրված էր. «Պացիենտը ունի լուրջ սրտանոթային խնդիրներ։
Արտերիալ ճնշումը անկայուն է, 16-10-110 մինչև 160-100։ Սրտի ռիթմը անկանոն է։ Նյարդային համակարգը ծանր սթրեսի վիճակում է։ Առաջարկում եմ անմիջական հանգիստ և սթրեսային իրավիճակների խուսափում։ Հակառակ դեպքում կանխատեսում եմ լուրջ բարդություններ մոտ ապագայում։ 5-րդ փաստաթուղթը մայիսի 11-ին Գրիգոր Ֆորմայից Դեմիրճյանին ուղղված հաշվետվությունն էր գաղտնի պահեստների մասին։ Այնտեղ թվարկված էին 12 վայրեր Երևանում և նրա շրջակայքում, որտեղ պահվում էին ոսկի, արտարժույթ, թանկարժեք փաստաթղթեր։ Ընդհանուր արժեքը գնահատվում էր մոտավորապես 50 միլիոն ռուբլի, հսկայական գումար այդ ժամանակվա համար։ Մնացած 10 փաստաթղթերը պարունակում էին մանրամասներ այն սպառնալիքների քարոզարշավի մասին, որը իրականացվեց շարժման առաջնորդների դեմ, KGB-ի հատուկ ջոկատների գործողությունների մասին, ֆինանսական փոխանցումների մասին Մոսկվայից Երևան։ Յուրաքանչյուր փաստաթուղթ էր մի այլ կտոր այն մեծ գլուխկոտրուկի, որը մենք փորձում էինք հավաքել։ Եվ երբ մենք տեսանք բոլոր այդ փաստաթղթերը միասին, մենք հասկացանք գործարքը ոչ միայն տեղի ունեցավ, այլև այն էր ավելի մեծ և ավելի բարդ, քան մենք երբևէ պատկերացրել էինք։ Բայց ամենաշոկային փաստաթուղթը վերջինն էր։ Սա էր հունիսի 21-ին Վիկտոր Չեբրիկովից Միխայիլ Գորբաչովին ուղղված հաշվետվությունը։ Այնտեղ Չեբրիկովը գրում էր. «Հարգելի Միխայիլ Սերգեևիչ, հաշվետվում եմ, որ Հայաստանում գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Շարժումը մեծապես թուլացել է։ Առաջնորդները վախեցել են և դադարեցրել են իրենց գործունեությունը։ Դեմիրճյանը կատարել է իր մասը գործարքում։ Նա ապացուցել է իր հավատարմությունը կենտրոնին։ Առաջարկում եմ պահպանել նրան պաշտոնում, ինչպես խոստացել ենք։ Բայց նաև առաջարկում եմ ուժեղացնել վերահսկողությունը նրա վրա, քանի որ նրա առողջական վիճակը վատանում է, և մենք պետք է պատրաստ լինենք արագ փոխարինման դեպքում»։ Այս փաստաթուղթը ապացուցում էր, որ Մոսկվան արդեն պլանավորում էր Դեմիրճյանի փոխարինումը, նույնիսկ երբ նա դեռ կատարում էր իր պարտականությունները։ Երբ Մարիամ Հան ավարտեց ցույց տալ մեզ այս փաստաթղթերը, նա ասաց. «Հիմա դուք գիտեք ճշմարտությունը։ Հիմա դուք գիտեք, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 1988 թվականին։ Հարցը այն է. ինչ եք դուք անելու այս ճշմարտության հետ։ Կհրապարակեք դուք այն և կվնասեք այն մարդկանց հեղինակությանը, ովքեր արդեն մահացել են և չեն կարող պաշտպանել իրենց։ Թե կթաքցնեք դուք այն և կթույլատրեք, որ ՍՏ շարունակվի։ Սա ձեր ընտրությունն է։ Բայց ես արեցի իմ ընտրությունը։ Ես պահպանեցի այս փաստաթղթերը 35 տարի, որպեսզի ճշմարտությունը մի օր բացահայտվի։ Արդյոք մենք պետք է հրապարակենք այս փաստաթղթերը։ Արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է լսելու այս ճշմարտությունը։ Մտածեք մի պահի մասին, երբ ամեն ինչ փոխվում է։ Մի պահ, երբ դուք հասկանում եք, որ այն, ինչ դուք հավատում էիք ողջ ձեր կյանքը, սուտ էր։ 1988 թվականի հուլիսի 15-ին Պարույր Հայրիկյանը ապրեց այդպիսի պահ։ Նա նստած էր իր փոքրիկ բնակարանում Երևանի կենտրոնում, երբ դուռը թակեցին։ Նա բացեց դուռը և տեսավ երկու անծանոթ մարդկանց, երկուսն էլ մութ կոստյումներով, երկուսն էլ լուրջ դեմքերով։ Նրանք ներկայացան որպես KGB-ի աշխատակիցներ և ասացին, որ նրանք ունեն հատուկ ուղերձ նրա համար։ Հայրիկյանը, ով արդեն 17 տարի անցկացել էր խորհրդային բանտերում և չէր վախենում ոչնչից, հրավիրեց նրանց ներս։ Այն, ինչ նրանք ասացին նրան հաջորդ կես ժամվա ընթացքում, փոխեց նրա ողջ ըմբռնումը այն մասին, թե ինչ իսկապես տեղի էր ունեցել Արցախի շարժման հետ։ Ինչ էր այդ ուղերձը։ Ինչու KGB-ն որոշեց բացահայտել ճշմարտությունը հենց Հայրիկյանին։ Եվ ամենակարևորը, ինչպես արձագանքեց Հայրիկյանը այս բացահայտմանը։ Երկու KGB-ի աշխատակիցներից ավագը, ում Հայրիկյանը հետագայում նկարագրեց որպես մոտավորապես 50 տարեկան, մոխրագույն մազերով, սառը կապույտ աչքերով, սկսեց խոսել։ Նա ասաց. «Պարույր Այրապետի, մենք եկել ենք ձեզ մոտ ոչ թե ձեզ սպառնալու, այլ ձեզ ասելու ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ Արցախի շարժման հետ։ Մենք գիտենք, որ դուք շարունակում եք պայքարել, նույնիսկ երբ բոլոր մյուսները դադարեցին։ Մենք գիտենք, որ դուք չեք վախենում մեզանից, բայց մենք ուզում ենք, որ դուք հասկանաք, ձեր պայքարը անիմաստ է։ Ոչ այն պատճառով, որ դուք թույլ եք, այլ այն պատճառով, որ խաղը արդեն ավարտվել է։ Գործարքը արդեն կնքվել է, և ոչինչ, ինչ դուք անեք, չի կարող փոխել դա»։ Հայրիկյանը նայեց նրան և ասաց. «Ես գիտեմ, որ Դեմիրճյանը գործարք է կնքել Մոսկվայի հետ։ Ես գիտեի դա սկզբից։ Բայց ես նաև գիտեմ, որ ժողովուրդը չի հանձնվի։ Ժողովուրդը կշարունակի պայքարել անկախ նրանից, թե ինչ են անում ղեկավարները»։ KGB-ի աշխատակիցը ժպտաց և ասաց. «Պարույր Այրապետի, դուք իդեալիստ եք։ Դուք հավատում եք ժողովրդի ուժին։ Բայց մենք ռեալիստներ ենք։ Մենք գիտենգիստներ ենք։ Մենք գիտենք, որ ժողովուրդը հետևում է իր ղեկավարներին։ Եվ երբ ղեկավարները ասում են դադարեցեք, ժողովուրդը դադարեցնում է։
Դուք տեսաք դա ձեր սեփական աչքերով։ Փետրվարին 1 միլիոն մարդ էր փողոցում։ Հիմա միայն մի քանի հարյուր։ Ինչ փոխվեց։ Ղեկավարները դադարեցին աջակցել շարժմանը, եւ ժողովուրդը հետևեց նրանց։ Հայրիկյանը լռեց։ Նա գիտեր, որ KGB-ի աշխատակիցը ճիշտ է։ Շարժումը իսկապես թուլացել էր, բայց նա չէր ուզում ընդունել դա։ Նա ասաց. «Բայց ինչու դուք եկել եք ինձ մոտ ասելու սա։ Ինչու դուք ուզում եք, որ ես դադարեցնեմ իմ պայքարը»։ KGB-ի աշխատակիցը պատասխանեց. «Մենք չենք ուզում, որ դուք դադարեցնեք ձեր պայքարը։ Մենք ուզում ենք, որ դուք փոխեք ձեր մարտավարությունը։ Մենք ուզում ենք, որ դուք հասկանաք, Արցախի հարցը չի լուծվի հանրահավաքներով եւ ցույցերով։ Այն կլուծվի միայն երկար, դժվար, համբերատար աշխատանքով, դիվանագիտությամբ, բանակցություններով, փոխզիջումներով։ Եվ մենք ուզում ենք, որ դուք լինեք մասը այդ աշխատանքի, ոչ թե դրա խոչընդոտը»։ Հայրիկյանը զարմացավ։ Նա հարցրեց. «Դուք ինձ առաջարկում եք համագործակցել KGB-ի հետ»։ KGB-ի աշխատակիցը ժպտաց եւ ասաց. «Ոչ, մենք ձեզ առաջարկում ենք համագործակցել ձեր սեփական ժողովրդի հետ։ Մենք ձեզ առաջարկում ենք լինել կամուրջ Երևանի եւ Ստեփանակերտի միջև, Հայաստանի եւ Մոսկվայի միջև։ Մենք ձեզ առաջարկում ենք օգտագործել ձեր ազդեցությունը ոչ թե շարունակելու անիմաստ պայքարը, այլ գտնելու իրական լուծումներ»։ Հայրիկյանը նայեց նրան երկար, ապա ասաց. «Եվ եթե ես մերժեմ»։ KGB-ի աշխատակիցը դադարեց ժպտալ։ Նա ասաց. «Ապա դուք կշարունակեք ձեր պայքարը առանձին, առանց աջակցության, առանց հույսի։ Եվ վերջում դուք կկորցնեք։ Ոչ այն պատճառով, որ մենք ձեզ կճնշենք, այլ այն պատճառով, որ ժողովուրդը կհոգնի եւ կհեռանա»։ Հայրիկյանը խնդրեց նրանց հեռանալ։ Նա ասաց, որ նրան անհրաժեշտ է ժամանակ մտածելու։ KGB-ի աշխատակիցները համաձայնվեցին եւ հեռացան, բայց նախքան դուռը փակելը ավագը ասաց. «Պարույր Այրապետի, մենք կվերադառնանք մեկ շաբաթ անց ձեր պատասխանի համար։ Մտածեք լավ։ Սա կարող է լինել ձեր վերջին հնարավորությունը իսկապես օգտակար լինելու ձեր ժողովրդին»։ Եվ նրանք հեռացան։ Հայրիկյանը նստեց իր բնակարանում մինչև առավոտ, մտածելով այն առաջարկի մասին, որը նրան արվել էր։ Նա հասկանում էր, որ KGB-ն փորձում է ներգրավել նրան իրենց խաղի մեջ։ Նա հասկանում էր, որ եթե նա համաձայնվի, նա կդառնա մասը այն համակարգի, որի դեմ նա պայքարել էր ողջ իր կյանքը։ Բայց նա նաև հասկանում էր, որ եթե նա մերժի, նա կմնա առանձին, առանց որևէ հնարավորության իսկապես փոխել ինչ-որ բան։ Սա էր անհնարին ընտրությունը։ Սա էր այն պահը, երբ նա պետք է որոշեր. մնալ հավատարիմ իր սկզբունքներին եւ կորցնել ամեն ինչ, թե փոխզիջել եւ գուցե փրկել մի փոքր բան։ Առավոտյան Հայրիկյանը կայացրեց իր որոշումը։ Նա մերժեց KGB-ի առաջարկը։ Նա որոշեց շարունակել իր պայքարը անկախ նրանից, թե որքան դժվար կլինի, անկախ նրանից, թե որքան մենակ կզգա իրեն։ Նա ասաց. «Ես չեմ կարող դավաճանել այն սկզբունքներին, որոնց համար ես անցկացրել եմ 17 տարի բանտում։ Ես չեմ կարող դառնալ մասը այն համակարգի, որը ճնշում է իմ ժողովրդին։ Ես կշարունակեմ պայքարել, նույնիսկ եթե ես մենակ եմ, նույնիսկ եթե ես պարտվելու եմ»։ Եվ նա շարունակեց։ Նա շարունակեց կազմակերպել փոքր հանրահավաքներ, շարունակեց գրել հոդվածներ, շարունակեց խոսել ճշմարտության մասին։ Նույնիսկ երբ բոլորը ասում էին նրան դադարել, նույնիսկ երբ նրա ընկերները հեռանում էին նրանից, նույնիսկ երբ նրա ընտանիքը անհանգստանում էր նրա անվտանգության համար, բայց Հայրիկյանի պայքարը չէր անիմաստ։ Որովհետև նա ապացուցեց մի բան շատ կարևոր, որ նույնիսկ երբ ղեկավարները հանձնվում են, նույնիսկ երբ համակարգը փորձում է ճնշել ամեն ձայնը, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կշարունակեն պայքարել։ Միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն վախենա ասել ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան վտանգավոր է դա։ Եվ այդ մարդիկ են, ովքեր վերջապես փոխում են պատմությունը։ Ոչ թե ղեկավարները, ովքեր կնքում են գործարքներ փակ դռների հետևում, այլ սովորական մարդիկ, ովքեր համարձակություն ունեն կանգնելու իրենց համոզմունքների համար։ Արդյոք դուք կունենայիք այդ համարձակությունը, եթե կանգնած լինեիք Հայրիկյանի տեղում։ Երևակայեք մի հին ձայնագրություն, որը երբեք չպետք է լսվեր։ Մագնիսական ժապավենը փխրուն է դարձել ժամանակից, ձայնը խրպոտում է եւ խզվում, բայց խոսքերը դեռ լսելի են։ Երկու ձայն, մեկը Կարեն Դեմիրճյանինը, մյուսը անծանոթ, բայց իշխանության լի։ Այս ձայնագրությունը կատարվել է 1988 թվականի օգոստոսի 31-ին, գիշերը, երբ Երևանը քնած էր, երբ փողոցները դատարկ էին, երբ ոչ ոք չէր կարող լսել այն, ինչ խոսվում էր այդ սենյակում։ Ձայնագրությունը պահպանել է Արամ Ան, Դեմիրճյանի հավատարիմ քարտուղարը, ով գիտեր, որ մի օր այս զրույցը կարող է դառնալ ամենակարևոր ապացույցը։ Այն, ինչ լսվում է այս ձայնագրության մեջ, բացահայտում է վերջնական ճշմարտությունը։
Ո՞վ էր իսկական դավաճանը։ Ո՞վ էր այն մարդը, ով վաճառեց Արցախը ոչ թե 2 միլիարդ ռուբլու, այլ ավելի մեծ բանի դիմաց։ Ո՞վ էր այն մարդը, ով խաղաց երկու կողմերի հետ միաժամանակ եւ վերջում շահեց ամեն ինչ։ Այսօր 35 տարի անց դուք կլսեք այդ ձայնագրությունը։ Դուք կիմանաք, թե ով էր իսկական հանցագործը այս պատմության մեջ։ Եվ դուք կհասկանաք, թե ինչու այս ճշմարտությունը թաքցվեց այդքան երկար։ Օգոստոսի 31-ի երեկոյան Կարեն Դեմիրճյանը նստած էր իր գրասենյակում, սպասելով հյուրի։ Այդ հյուրը չէր եկել պաշտոնական այցով։ Չկային պահակներ դռան մոտ, չկային քարտուղարներ սպասասրահում, չկային են արձանագրություններ։ Միայն Արամ Ազան էր մոտակայքում, թաքնված հարևան սենյակում, ձայնագրող սարքով ձեռքին։ Երբ հյուրը մտավ, Դեմիրճյանը ճանաչեց նրան անմիջապես։ Սա Ֆադեյ Սարգսյանն էր, կուսակցության երկրորդ քարտուղարը, մարդ, ով 15 տարի աշխատել էր Դեմիրճյանի կողքին, մարդ, ում Դեմիրճյանը վստահում էր ավելի, քան ցանկացած ուրիշի։ Բայց այդ երեկո Սարգսյանի դեմքին ինչ-որ բան այլ կար, ինչ-որ սառը, հաշվարկված, վտանգավոր։ Սարգսյանը նստեց Դեմիրճյանի դիմաց եւ ասաց. «Կարեն, մենք պետք է խոսենք, լուրջ խոսենք, առանց ստերի, առանց դիվանագիտական խավերի»։ Դեմիրճյանը զարմացավ, նա հարցրեց. «Ֆադեյ, ինչ է պատահել, ինչու այսքան լուրջ ես»։ Սարգսյանը նայեց նրան երկար, ապա ասաց. «Կարեն, ես գիտեմ ամեն ինչ, ես գիտեմ քո հիվանդության մասին։ Ես գիտեմ, որ արշակը տալիս է քեզ 8 տեսակի դեղամիջոց, միայն որպեսզի դու կարողանաս անցնել օրը։ Ես գիտեմ, որ քո սիրտը թույլ է, որ քո նյարդերը քայքայված են։ Եվ ես գիտեմ, որ դու չունես շատ ժամանակ»։ Դեմիրճյանը սառեց։ Նա հարցրեց. «Ինչպես դու գիտես սա։ Արշակը խոստացել էր պահպանել գաղտնիությունը»։ Սարգսյանը ժպտաց եւ ասաց. «Կարեն, ես գիտեմ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում այս հանրապետությունում։ Ես ունեմ իմ աղբյուրները, իմ մարդկանց, եւ նրանք ինձ ասացին, որ դու մեռնում ես»։ Դեմիրճյանը փորձեց պահպանել հանգստությունը, նա ասաց. «Լավ, Ֆադեյ, դու գիտես իմ առողջական վիճակի մասին, բայց ինչու դու եկել ես ինձ մոտ այս մասին խոսելու»։ Սարգսյանը դադարեց ժպտալ։ Նրա դեմքը դարձավ սառը եւ կոշտ, նա ասաց. «Որովհետեւ ես ուզում եմ քո պաշտոնը, ես ուզում եմ դառնալ առաջին քարտուղար, եւ ես ուզում եմ, որ դու հեռանաս կամավոր, առանց սկանդալի, առանց պայքարի։ Դու կասես, որ դու հեռանում ես առողջական պատճառներով, եւ ես կզբաղեցնեմ քո տեղը։ Սա լավ է քո համար, լավ է իմ համար, լավ է բոլորի համար»։ Դեմիրճյանը չէր կարող հավատալ իր ականջներին, նա ասաց. «Ֆադեյ, դու խենթացել ես։ Ես երբեք չեմ հեռանա կամավոր, ես կմնամ իմ պաշտոնում մինչև վերջ»։ Սարգսյանը ժպտաց կրկին եւ ասաց. «Կարեն, դու չես հասկանում, սա ոչ թե խնդրանք է, սա պահանջ է։ Եթե դու չհեռանաս կամավոր, ես կստիպեմ քեզ հեռանալ։ Ես ունեմ ապացույցներ քո դեմ, կոռուպցիայի, իշխանության չարաշահման, գաղտնի հաշիվների մասին արտասահմանյան բանկերում։ Ես ունեմ ձայնագրություններ քո զրույցների Մոսկվայի հետ, որտեղ դու համաձայնվում ես վաճառել Արցախը քո պաշտոնի դիմաց։ Եթե ես հրապարակեմ այս ապացույցները, դու կավարտես քո կյանքը բանտում, եւ քո ընտանիքը կմնա ամոթով»։ Դեմիրճյանը զարմացավ, նա հարցրեց. «Ինչպես դու ստացար այդ ձայնագրությունները։ Դրանք պահվում էին գաղտնի արխիվում»։ Սարգսյանը պատասխանեց. «Կարեն, ես ասացի քեզ, ես ունեմ իմ մարդկանց ամենուր, նույնիսկ արխիվում, նույնիսկ քո անձնական թիմում։ Նրանք աշխատում են ինձ համար, ոչ թե քո համար։ Եվ նրանք տվեցին ինձ ամեն ինչ, ինչ ես պետք էր իմանալ»։ Դեմիրճյանը հասկացավ, որ նա դավաճանվել է։ Ոչ թե Մոսկվայի կողմից, ոչ թե KGB-ի կողմից, այլ իր ամենամոտ մարդու կողմից։ Նա հարցրեց. «Ֆեդեյ, ինչու դու դա արեցիր։ Ես վստահում էի քեզ»։ Սարգսյանը ասաց. «Կարեն, քաղաքականությունը ոչ թե վստահության մասին է, այն իշխանության մասին է։ Եվ ես ուզում եմ իշխանություն։ Ես սպասել եմ 15 տարի, աշխատել եմ քո ստվերում, եղել եմ միշտ երկրորդ, բայց հիմա ժամանակն է, որ ես դառնամ առաջին»։ Դեմիրճյանը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Եվ եթե ես մերժեմ»։ Սարգսյանը պատասխանեց. «Ապա ես կգնամ Մոսկվա եւ կասեմ Գորբաչովին, որ դու այլևս չես կարող վերահսկել իրավիճակը Հայաստանում, որ քո առողջությունը վատ է, որ դու դարձել ես թույլություն համակարգի համար, եւ Գորբաչովը կհեռացնի քեզ։ Բայց եթե դու հծայց, եթե դու հեռանաս կամավոր, ես կապահով եմ, որ դու ունենաս պատվավոր թոշակ, որ քո ընտանիքը պաշտպանված լինի, որ քո հեղինակությունը չվնասվի։ Ընտրությունը քոնն է»։ Դեմիրճյանը նայեց Սարգսյանին եւ տեսավ սառը հաշվարկը նրա աչքերում։ Նա հասկացավ, որ Սարգսյանը պլանավորել էր սա ամիսներ շարունակ, գուցե նույնիսկ տարիներ։
Նա հասկացավ, որ Սարգսյանը օգտագործել էր Արցախի շարժումը, օգտագործել էր գործարքը Մոսկվայի հետ, օգտագործել էր Դեմիրճյանի հիվանդությունը, ստեղծելու իր հնարավորությունը։ Եվ նա հասկացավ, որ նա ընտրություն չունի։ Եթե նա պայքարի, նա կկորցնի ամեն ինչ։ Եթե նա հանձնվի, նա գոնե կկարողանա պահպանել իր արժանապատվությունը։ Նա ասաց. «Լավ, Ֆադեյ, դու հաղթեցիր, ես կհեռանամ։ Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս մի բան. դու դավաճանեցիր ոչ միայն ինձ, այլև մեր ողջ ժողովրդին։ Դու օգտագործեցիր Արցախի ողբերգությունը քո անձնական հարստացման համար, եւ պատմությունը կդատի քեզ դրա համար»։ Սարգսյանը բարձրացավ եւ ասաց. «Կարեն, պատմությունը գրում են հաղթողները, եւ ես եմ հաղթողը այս խաղում»։ Եվ նա հեռացավ։ Դեմիրճյանը մնաց առանձին իր գրասենյակում, գլուխը ձեռքերի մեջ, հասկանալով, որ նա կորցրել է ամեն ինչ։ Բայց հարևան սենյակում Արամ Ադարն ձայնագրել էր ամբողջ զրույցը։ Նա ձայնագրել էր Սարգսյանի դավաճանությունը, նրա սպառնալիքները, նրա խոստիճանությունը։ Եվ նա պահպանեց այդ ձայնագրությունը 35 տարի, սպասելով ճիշտ պահին բացահայտելու ճշմարտությունը։ Արդյոք Սարգսյանը իսկապես էր հաղթողը, թե պատմությունը դեռ չէր ասել իր վերջին խոսքը։ Սեպտեմբերի 15-ին 1988 թվականին Կարեն Դեմիրճյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նա ասաց, որ հեռանում է առողջական պատճառներով, որ նա ծառայել է հանրապետությանը 20 տարի եւ հիմա ժամանակն է հանգստանալու։ Նա ասաց, որ նա առաջարկում է Ֆադեյ Սարգսյանին որպես իր փոխարինող, որովհետեւ Սարգսյանը ունի փորձը, գիտելիքները եւ նվիրվածությունը շարունակելու նրա աշխատանքը։ Պաշտոնական հայտարարությունը եղավ հանդիսավոր, լի գովասանքներով եւ շնորհակալություններով։ Բայց ովքեր այնտեղ էին, ովքեր տեր տեսան Դեմիրճյանի դեմքը, նրանք տեսան ճշմարտությունը։ Նրանք տեսան մարդու, ով ստիպված էր հանձնվել, ով կորցրել էր ամեն ինչ, ինչ աշխատել էր կառուցել։ Բայց մի մարդ չէր ուրախանում Դեմիրճյանի հեռանալով։ Այդ մարդը Պարուր Հայրիկյանն էր։ Երբ նա լսեց լուլուրը, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Նա գիտեր, որ Դեմիրճյանը երբեք կամավոր չէր հեռանա իշխանությունից։ Նա գիտեր, որ ինչ-որ մեկը ստիպել էր նրան հեռանալ։ Եվ նա որոշեց պարզել, թե ով էր այդ մարդը։ Նա սկսեց հետաքննություն, խոսելով մարդկանց հետ, ովքեր աշխատում էին կուսակցության շենքում, ովքեր տեսել էին, թե ինչ էր տեղի ունեցել օգոստոսի վերջին։ Եվ շուտով նա իմացավ Սարգսյանի այցի մասին, իմացավ սպառնալիքների մասին, իմացավ դավաճանության մասին։ Սեպտեմբերի 21-ին Հայրիկյանը հրավիրեց ասուլիս։ Նա հայտարարեց, որ Դեմիրճյանի հրաժարականը ոչ թե կամավոր էր, այլ ստիպված։ Նա ասաց, որ Ֆադեյ Սարգսյանը շանտաժել էր Դեմիրճյանին, սպառնացել էր նրան բանտով, ստիպել էր նրան հեռանալ։ Նա ասաց, որ Սարգսյանը օգտագործել էր Արցախի շարժումը իր անձնական իշխանության համար, որ նա դավաճանել էր ոչ միայն Դեմիրճյանին, այլև ամբողջ հայ ժողովրդին։ Բայց ոչ ոք չհավատաց նրան։ Լրատվամիջոցները անտեսեցին նրա մեղադրանքները։ Կուսակցությունը մերժեց դրանք որպես անհիմն հուշումներ։ Եվ Սարգսյանը դարձավ նոր առաջին քարտուղար, առանց որևէ խոչընդոտի։ Բայց Հայրիկյանը չդադարեց։ Նա շարունակեց խոսել ճշմարտության մասին, շարունակեց պահանջել հետաքննություն, շարունակեց պայքարել։ Եվ սեպտեմբերի 28-ին, մեկ շաբաթ իր ասուլիսից հետո, նա ձերբակալվեց։ Մեղադրանքը՝ հակախորհրդային քարոզչություն եւ գործունեություն։ Նրան դատեցին փակ դատարանում, առանց պաշտպանի, առանց վկաների, եւ նրան դատապարտեցին 6 տարի բանտի։ Սա էր Սարգսյանի վրեժխնդրությունը։ Սա էր այն, ինչ տեղի էր ունենում նրանց հետ, ովքեր համարձակվում էին խոսել ճշմարտության մասին։ Բայց նախքան ձերբակալվելը Հայրիկյանը հանդիպեց Արամ Ա-ի հետ։ Նա տվեց նրան մի փոքրիկ տուփ եւ ասաց. «Արամ, ես գիտեմ, որ դու ունես ձայնագրությունը։ Ես գիտեմ, որ դու լսել ես Սարգսյանի եւ Դեմիրճյանի զրույցը։ Խնդրում եմ, պահպանիր այն։ Մի օր այն կպետք է։ Մի օր ճշմարտությունը կբացահայտվի, եւ այդ ձայնագրությունը կլինի ապացույցը»։ Արաման համաձայնվեց։ Նա պահպանեց ձայնագրությունը, պահպանեց բոլոր փաստաթղթերը, պահպանեց բոլոր ապացույցները, եւ նա սպասեց 35 տարի, մինչև ճիշտ պահը եկավ։ Հոկտեմբերի առաջին օրերին Ֆադեյ Սարգսյանը նստեց Դեմիրճյանի նախկին գրասեղանի մոտ եւ զգաց իշխանության քաղցրությունը։ Նա հասել էր իր նպատակին, նա դարձել էր առաջին քարտուղար, բայց նա նաեւ գիտեր, որ նրա իշխանությունը կախված էր Մոսկվայից։ Նա գիտեր, որ Գորբաչովը կարող է հեռացնել նրան ցանկացած պահի, եթե նա չկատարի այն, ինչ Մոսկվան պահանջում է։ Եվ նա գիտեր, որ Մոսկվան ուզում է մեկ բան. Արցախի շարժումը լիովին ճնշված լինի, Արցախի հարցը լիովին փակված լինի։ Հոկտեմբերի 15-ին Սարգսյանը ստացավ զանգ Մոսկվայից։ Զանգը եկավ Վիկտոր Չեբրիկովից։ Չեբրիկովը ասաց. «Ֆադեյ, շնորհավորում եմ քո նոր պաշտոնի կապակցությամբ, բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս մի բան շատ պարզ։
Մենք սպասում ենք քեզանից արդյունքներ։ Մենք ուզում ենք, որ Արցախի հարցը լիովին փակվի։ Մենք ուզում ենք, որ շարժումը լիովին դադարի, եւ մենք ուզում ենք, որ դու դա անես ավելի արդյունավետ, քան Դեմիրճյանը։ Սարգսյանը պատասխանեց. Վիկտոր, ես կանեմ այնինչ պետք է անել, բայց ես պետք է իմանամ, ինչ ռեսուրսներ ես ունենամ իմ տրամադրության տակ։ Չեբրիկովը ասաց. Ֆեդեյ, դու կունենաս ամեն ինչ, ինչ քեզ անհրաժեշտ է. զորք, ոստիկանություն, KGB, լրատվամիջոցներ, բայց դու պետք է ապացուցես, որ դու արժանի ես այս իշխանությանը։ Եվ Սարգսյանը սկսեց իր աշխատանքը։ Նա ուժեղացրեց ցենզուրան լրատվամիջոցներում։ Նա արգելեց բոլոր հանրահավաքները Արցախի թեմայով։ Նա ձերբակալեց տասնյակ ակտիվիստների։ Նա փակեց անկախ թերթերը։ Նա ստեղծեց մթնոլորտ վախի եւ ճնշման։ Եվ շարժումը, որը արդեն թուլացել էր Դեմիրճյանի ժամանակ, հիմա լիովին դադարեց։ Մարդիկ վախեցան ելնել փողոց։ Մարդիկ վախեցան խոսել Արցախի մասին։ Մարդիկ հասկացան, որ նոր ղեկավարությունը ավելի կոշտ է, ավելի անողոք է, ավելի վտանգավոր է։ Բայց Սարգսյանը կատարեց մեկ սխալ։ Նա մտածեց, որ եթե նա ճնշի շարժումը բավականաչափ ուժեղ, ապա Արցախի հարցը կմոռացվի։ Նա մտածեց, որ եթե նա ստեղծի բավականաչափ վախ, ապա ժողովուրդը կհանձնվի։ Բայց նա սխալվում էր, որովհետև Արցախի հարցը ոչ թե քաղաքական հարց էր, այլ սրտի հարց։ Սա էր հարց ինքնության մասին, հարց արդարության մասին, հարց պատմական հիշողության մասին։ Եվ այդպիսի հարցերը չեն մոռացվում, անկախ նրանից, թե որքան ուժեղ է ճնշումը։ Նրանք մնում են ժողովրդի սրտում, սպասելով ճիշտ պահին կրկին բորբոքվելու։ 1988 թվականի դեկտեմբերին, երբ Սարգսյանը նստած էր իր գրասենյակում եւ կարդում էր հաշվետվությունները, որ Արցախի շարժումը լիովին ճնշված է, նա չգիտեր, որ պատմությունը պատրաստվում է իր վրեժ խնդրությանը։ Նա չգիտեր, որ Արամ Ազբան պահպանել է բոլոր ապացույցները նրա դավաճանության մասին։ Նա չգիտեր, որ Մարիամ Հայկազյանը պահպանել է բոլոր փաստաթղթերը գաղտնի գործարքների մասին։ Նա չգիտեր, որ Արշակ Եղիազարյանը պահպանել է բոլոր բժշկական եզրակացությունները Դեմիրճյանի հիվանդության մասին։ Եվ նա չգիտեր, որ մի օր այս բոլոր ապացույցները կբացահայտվեն եւ ճշմարտությունը կգա լույս։ Արդյոք Սարգսյանը իսկապես հաղթեց այս խաղում, թե նա միայն հետաձգեց անխուսափելին։ 35 տարի անց, երբ Խորհրդային Միությունը արդեն փլուզված էր, երբ Հայաստանը արդեն անկախ էր, երբ Արցախը արդեն անցել էր երկու պատերազմների միջով, երբ բոլոր հիմնական դերակատարները արդեն հեռացել էին այս աշխարհից, ճշմարտությունը վերջապես սկսեց բացահայտվել։ Արամ Ադեն, արդեն 81 տարեկան, որոշեց, որ ժամանակն է խոսել։ Նա կապվեց մեզ հետ եւ ասաց. Ես պահպանել եմ այս գաղտնիքը 35 տարի։ Ես սպասել եմ մինչև բոլոր մեղավորները հեռանան, որպիսի ճշմարտությունը չվնասի կենդանի մարդկանց։ Բայց հիմա ժամանակն է, որ հայ ժողովուրդը իմանա, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 1988 թվականին։ Նա բերեց մեզ հետ մի հին տուփ, լի ձայնագրություններով, փաստաթղթերով, լուսանկարներով։ Նա ցույց տվեց մեզ այն ձայնագրությունը, որտեղ Ֆադեյ Սարգսյանը սպառնում է Տարեն Դեմիրճյանին։ Նա ցույց տվեց մեզ այն փաստաթղթերը, որտեղ գրված է գաղտնի համաձայնագիրը Մոսկվայի հետ։ Նա ցույց տվեց մեզ այն նամակները, որտեղ Դեմիրճյանը գրում է իր ընտանիքին իր անհնարին ընտրության մասին։ Եվ նա ասաց. Հիմա դուք գիտեք ամբողջ պատմությունը։ Հիմա դուք գիտեք, թե ով էր իսկական դավաճանը։ Ոչ թե Դեմիրճյանը, ով փորձեց փրկել այն, ինչ կարող էր փրկել, այլ Սարգսյանը, ով օգտագործեց ողբերգությունը իր անձնական հարստացման համար։ Մարիամ Հ-ն նույնպես եկավ մեզ մոտ։ Նա բերեց այն 15 փաստաթուղթը, որոնք պահպանել էր 35 տարի։ Նա ասաց. Ես գիտեի, որ մի օր այս փաստաթղթերը կպետքեն։ Ես գիտեի, որ ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ հավերժ։ Եվ հիմա ժամանակն է, որ աշխարհը տեսնի այս ապացույցները։ Արշակ II նույնպես խոսեց։ Նա ասաց. Կարեն Դեմիրճյանը խնդրեց ինձ ոչնչացնել այս փաստաթղթերը, բայց ես չկարողացա դա անել։ Ես հավատում էի, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան մեկ մարդու հեղինակությունը։ Եվ երբ մենք հավաքեցինք բոլոր այս ապացույցները, երբ մենք լսեցինք բոլոր այս վկայությունները, երբ մենք տեսանք բոլոր այս փաստաթղթերը, մենք հասկացանք 1988 թվականի պատմությունը ավելի բարդ էր, քան մենք երբևէ պատկերացրել էինք։ Սա ոչ թե պարզ պատմություն էր, այլ մեզ համար հասկացած եւ հասկացված չէր։ Սա ոչ թե պարզ պատմություն էր լավերի եւ վատերի մասին։ Սա պատմություն էր մարդկանց մասին, ովքեր կանգնած էին անհնարին ընտրությունների առջև եւ փորձում էին անել այն, ինչ նրանք կարծում էին ճիշտ է։ Սա պատմություն էր դավաճանության եւ հավատարմության, վախի եւ համարձակության, իշխանության եւ անկման մասին։ Կարեն Դեմիրճյանը մահացավ 1995 թվականին, 6 տարի իր հրաժարականից հետո։
Նրա սիրտը, որը Արշակ II նախազգուշացրել էր, վերջապես չդիմացավ։ Նա մեռավ իր տանը, շրջապատված ընտանիքով, բայց առանց իշխանության, առանց փառքի, առանց այն ճանաչման, որը նա ուզում էր։ Նրա վերջին խոսքերը, ըստ նրա որդու, եղան. «Ես փորձեցի անել այն, ինչ կարծում էի ճիշտ է։ Պատմությունը կդատի, թե արդյոք ես սխալվեցի»։ Ֆադեյ Սարգսյանը մնաց իշխանության մեջ մինչև 1989 թվականը, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ նա կորցրեց իր պաշտոնը։ Նա փորձեց մնալ քաղաքականության մեջ անկախ Հայաստանում, բայց ոչ ոք չուզեց աշխատել նրա հետ։ Նրա անունը դարձել էր Հոմանիշ դավաճանության հետ։ Նա մահացավ 1989 թվականին, մենակ, մոռացված, անարգված։ Պարույր Հայրիկյանը ազատվեց բանտից 1989 թվականին, երբ խորհրդային համակարգը փլուզվեց։ Նա շարունակեց իր պայքարը անկախ Հայաստանում, դարձավ քաղաքական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան։ Նա երբեք չդադարեցրեց խոսել ճշմարտության մասին, երբեք չդադարեցրեց պայքարել արդարության համար։ Եվ երբ մենք հարցազրույց վարեցինք նրա հետ այս հետազոտության համար, նա ասաց. «Ես չեմ զղջում ոչինչից։ Ես անեցի այն, ինչ պետք էր անել։ Եվ եթե ես կրկին կանգնեի նույն ընտրության առջև, ես կանեի նույնը»։ Արցախի հարցը, որը պետք էր փակվեր 1988 թվականին, երբեք չփակվեց։ Այն վերադարձավ 1988 թվականին, ավելի ուժեղ, ավելի վճռական, ավելի արյունալի։ 1988 թվականից 1994 թվականը տևեց առաջին Արցախյան պատերազմը, որը վերջացավ հայկական հաղթանակով, բայց նաև հազարավոր զոհերով երկու կողմերից։ 1994 թվականից 1999 թվականը Արցախը ապրեց որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, չճանաչված, բայց ազատ։ 1999 թվականին սկսվեց նոր պատերազմ, որը տևեց 44 օր եւ վերջացավ ողբերգական պարտությամբ։ Արցախը, որի համար այնքան շատ մարդիկ պայքարեցին, այնքան շատ մարդիկ զոհվեցին, կորավ։ Բայց արդյոք այն, ինչ տեղի ունեցավ 1988 թվականին, կարող էր փոխել այս ողբերգական ելքը։ Արդյոք եթե Դեմիրճյանը չէր համաձայնվում գործարքին, եթե Սարգսյանը չէր դավաճանում, եթե շարժումը շարունակվեր, Արցախի ճակատագիրը կլիներ այլ։ Մենք երբեք չենք իմանա պատասխանը այս հարցին։ Մենք կարող ենք միայն կռահել, երևակայել, հուսալ։ Բայց մենք գիտենք մեկ բան. ճշմարտությունը որքան էլ ցավոտ լինի, միշտ ավելի լավ է, քան ստը։ Եվ այսօր, 35 տարի անց, մենք վերջապես ունենք ճշմարտությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ են դեռ հիշում Արցախի շարժման մասին, որտեղ են դեռ հիշում այն մարդկանց, ովքեր պայքարեցին արդարության համար։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության մեծերի մասին։